Նա եկավ առանձնատուն, միայն մի ճամպրուկ ոչ ոքի համար տեսանելի սպիեր կրելով։ Բայց մեկ հայացքը նրա աչքերին մեկուսացված դառը կոտրված մի տղամարդու բավական էր տան մթնոլորտը փոխելու համար։ Չնայած արգելված էր, նա գնաց այնտեղ, ուր ոչ ոք չէր համարձակվում գնալ, տեսավ ավելի շատ, քան պետք է տեսներ։ Հիմա երկուսն էլ կապված են լուռ ցանկությամբ, որը սպառնում է խախտել բոլոր կանոնները։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Անձրը մանր-մանր թափվում էր Երանի վրա հունիսի այդ կեսօրին, Արաբկիրի փողոցները վերածելով մոխրագույն հայելիների, որոնք արտացոլում էին մեքենաների լույսերը։ Մարիամը ավելի ամուր սեղմեց հին վերարկուն մարմնինց, մեկ անգամ նայեց ձեռքերում եղած ճմրթված թղթին։ Հասցեն այնտեղ էր, գեղեցիկ ձեռագրով գրված սոցիալական աշխատողի կողմից, ով իրեն էր առաջարկել այդ թափուր աշխատատեղը։ Ծաղկազարդյան փողոց, 1288-րդ տուն։ Առանձնատուն, թաքնված բարձր պարիսպների երկաթյա դարպասների հետում, որոնք կարծես ավելի շատ գաղտնիքներ էին պահում, քան պարզապես սեփականություն։ 23 տարեկանում Մարիամը արդեն լավ գիտեր կորստի դառը համը։ Նա մեծացել էր Էրեբունիում, մի թաղամասում, որտեղ տները կուտակված էին իրար վրա, ավելի լավ կյանքի երազանքը շքեղություն էր, որ քչերին էր հասանելի։ Մայրը մահացել էր դեռ մանուկ հասակում, հիվանդությունից, որը անվճար բժշկությունը չէր կարողացել ժամանակին բուժել։ Հայրը, շինարար, մահացել էր տարիներ անց, նրան թողնելով մորաքրոջ խնամքին, ով հազիվ էր կարողանում պահել իր սեփական երեխաներին։ Մարիամը վաղուց էր սովորել, որ կյանքը թույլերին հանգիստ չէր տալիս, բայց նա սովորել էր մի բան, որը ոչ մի դժվարություն չէր կարողացել խլել նրանից՝ հավատը։ Ամեն առավոտ, նախքան այս ու այն կողմում գտնվող ժամանակավոր աշխատանքների գնալը, Մարիամը աղոթում էր։ Դրանք շքեղ կամ անհնարին խնդրանքներով լի աղոթքներ չէին։ Դրանք պարզ խոսակցություններ էին, ինչպես մեկը խոսում է ընկերոջ հետ, ով երբեք չի լքել նրան, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Եվ հենց այդ հավատն էր նրան բերել մինչ այնտեղ, այդ վեհաշուկ դարպասի առջ, մի փոքր ճամպրուկով, որը պարունակում էր այն ամենը, ինչ նա ուներ աշխարհում։ Դոմոֆոնը ջռաց, երբ նա սեղմեց կոճակը։ Կնոջ սառը անհամբեր ձայն պատասխանեց մյուս կողմից. Այո։ Բարի երեկո։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Եկել եմ տնային աշխատողի թափուր աշխատատեղի հարցազրույցի։ Եղավ դադար։ Այնուհետ, փականի բացվելու էլեկտրոնային ձայնը արձագանքեց փողոցի լռության մեջ։ Մարիամը հրեց ծանր դարպասը մտավ։ Այգին հսկայական էր։ Մարիամը երբեք այդքան կանաչ տարածք չէր տեսել մասնավոր սեփականությունում։ Հարյուրամյա ծառերը բարձրանում էին քարե ծառուղու շուրջը, որը տանում էր դեպի գլխավոր տունը, իսկ լքված ծաղկանոցները ցույց էին տալիս, որ այդ վայրը նախկինում շատ ավելի խնամված էր եղել։ Այժմ բուսականությունը վայրիորեն էր աճում, կարծես բնությունը փորձում էր վերականգնել այն տարածքը, որը մի օր իրեն էր պատկանել։ Ինքնին առանձնատունը շունչ էր կտրում։ 3 հարկ դասական ճարտարապետության, հսկայական պատուհաններով, որոնք կարծես դատարկ աչքեր էին, հետելով նրա ժամանմանը։ Արտաքին պատերը, որոնք մի օր պետք է սպիտակ լինեին, այժմ ցույց էին տալիս խոնավության անտարբերության հետքեր։ Այնտեղ գեղեցկություն կար, այո, բայց դա մելամաղձոտ գեղեցկություն էր, ինչպես գեղեցիկ կնոջը, ով վաղուց դադարել էր հայելու մեջ նայել։ Գլխավոր դուռը բացվեց նույնիսկ մինչ Մարիամը կհասներ մուտքի աստիճաններին։ Բարձրահասակ կին, անթերի հանգույցով հավաքված մուգ մազերով, հայտնվեց շեմին։ Նա պետք է մոտ 40 տարեկան լիներ, թերս ավելի քիչ, բայց նրա դեմքը կրում էր մի կոշտություն, որը նրան ավելի ծեր էր դարձնում։ Նրա աչքերը վերից ներք արագորեն շրջեցին Մարիամի վրայով, հստակ դարձնելով, որ նա արդեն դասակարգում որոշում էր։ Դուք եք այն թեկնածուն, որին ուղարկել է սոցիալական աշխատողը։ Այո, տիկին։ Մարիամ Սարգսյան։ Ներս եկեք։ Առանձնատան ներսը նույնիսկ ավելի տպավորիչ էր, քան դուրսը, բայց նա կրում էր նույն էլեգանտ լքվածության մթնոլորտը։ Մուտքի սրահում կար բյուրեղապակյա ջահ, որը պետք է ավելի շատ արժենար, քան Մարիամը կվաստակեր տարիների աշխատանքով, բայց այն պատված էր փոշով։ Մարմարե սանդուղքները բարձրանում էին վեհաշուկ կորերով, բայց դրանք ծածկող գորգերը գունաթափված էին։ Հսկայական նկարները զարդարում էին պատերը, ընտանեկան դիմանկարներ, որոնք կարծես լուռ անհավանությամբ էին դիտում այցելուներին։ Հետեք ինձ։
Կինը արագ քայլեց միջանցքներով, նրա բարձրակրունկները արձագանքում էին փայտե հատակին։ Մարիամը հետեց նրան, փորձելով միաժամանակ ամեն ինչ ընկալել։ Նրանք անցան հյուրասենյակով, որտեղ կահույքը ծածկված էր սպիտակ սավաններով, կարծես արդեն գոյություն չունեցող կյանքի ուրվականներ լինեին։ Նրանք անցան մի միջանցքով, որտեղ հին լուսանկարները ցույց էին տալիս երջանիկ պահեր, երեկույթներ, ճանապարհորդություններ, ժպիտներ, որոնք այժմ կարծես այլ դարաշրջանի էին պատկանում։ Վերջապես, նրանք հասան տան հետնամասում գտնվող գրասենյակ։ Կինը նստեց կարմիր ծառի սեղանի հետում Մարիամին աթոռ ցույց տվեց։ Իմ անունը Ջուլիա Ալեքսանյան է։ Ես եմ պատասխանատուն այս տան ընտանիքի բիզնեսների համար։ Դուք կաշխատեք այստեղ որպես տնային աշխատող, եթե որոշեմ ձեզ աշխատանքի ընդունել։ Ձեր պարտականությունները կներառեն մաքրություն, կազմակերպում, ուտելիքի պատրաստում, սեփականության ընդհանուր խնամք։ Աշխատավարձը կլինի ամսական 300,000 դրամ, կիրակի օրերին հանգստի օրով։ Դուք կունենաք սենյակ երկրորդ հարկում, բոլոր կերակուրները կտրամադրվեն։ Հարցեր ունեք։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Դա ավելին էր, քան նա վաստակում էր 2 ամսում ժամանակավոր աշխատանքներում։ Ոչ, տիկին։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Սոցիալական աշխատողն ասաց, որ դուք վնասակար սովորություններ չունեք, չեք խմում, չեք ծխում։ Ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Եվ որ դուք եկեղեցի եք հաճախում։ Հաճախում եմ, տիկին։ Բայց դա չի խանգարում իմ աշխատանքին։ Ես կարող եմ կատարել ցանկացած ժամանակացույց, որը ձեզ անհրաժեշտ լինի։ Ջուլիան երկար ժամանակ ուսումնասիրեց Մարիամին։ Այդ աղջկա կեցվածքում կար մի բան, որը նրան անհանգստացնում էր, թե նա չէր կարողանում հստակ ասել, թե ինչ։ Միգուցե այն էր, թե ինչպես էր նա գլուխը բարձր պահում, չնայած պարզ հագուստին հին ճամպրուկին։ Կամ միգուցե դա նրա աչքերի փայլն էր, մի տեսակ ներքին լույս, որը Ջուլիան վաղուց չէր տեսել որևէ մեկի մոտ այդ տանը։ Կամ որոշ կանոններ, որոնք դուք պետք է հասկանաք հենց հիմա։ Այս տունը գործում է զգուշությամբ, լռությամբ։ Իմ եղբայրը, պարոն Ռաֆայել Ալեքսանյանը, այս սեփականության տերն է։ Նա 5 տարի առաջ դժբախտ պատահար է ունեցել, այդ ժամանակվանից ապրում է մեկուսացած 3-րդ հարկում։ Նա հյուրեր չի ընդունում, չի հանդուրժում աղմուկը, հատկապես չի սիրում, որ իրեն անհանգստացնեն։ Նրա կերակուրները մատուցվում են սենյակում, դուք ոչ մի դեպքում չպետք է բարձրանաք 3-րդ հարկ, առանց հստակ թույլտվության։ Հասկանալի է։ Հասկանալի է, տիկին։ Մեկ այլ բան։ Պարոն Ռաֆայելը բարդ բնավորություն ունի։ Նա կարող է կոպիտ լինել, կարող է անքաղաքավարի լինել։ Մի ընդունեք դա անձնական։ Պարզապես կատարեք ձեր աշխատանքը, հեռու մնացեք։ Վերջին աշխատողը 2 շաբաթ չդիմացավ, քանի որ պնդում էր փորձել խոսել նրա հետ։ Մի կատարեք նույն սխալը։ Մարիամը գլխով արեց, բայց ներքուստ հետաքրքրություն զգաց։ Ինչպիսի։ Մարդ էր ապրում թաքնված իր սեփական տանը։ Ինչպիսի։ Ցավն էր այդքան խորը, որ ստիպում էր նրան հեռանալ աշխարհից։ Ջուլիան վեր կացավ, ցույց տալով, որ խոսակցությունն ավարտվել է։ Կցույց տամ ձեր սենյակը։ Դուք սկսում եք վաղը, առավոտյան ժամը 6-ին։ Տիկին Կարինեն, խոհարարը, կբացատրի ձեզ առօրյան։ Նա այստեղ է աշխատում արդեն 15 տարի, այս տունը ավելի լավ գիտի, քան որևէ մեկը։ Մարիամի սենյակը փոքր էր, բայց լուսավոր պատուհանով, որը նայում էր դեպի սեփականության հետնամասը։ Այնտեղից նա կարող էր տեսնել ավելի լքված այգի, տերներով ծածկված դատարկ լողավազանով բացօթյա խոհանոցի տարածքով, որը կարծես տարիներով չէր օգտագործվել։ Անկողինը պարզ էր, զգեստապահարանը հին, բայց ամեն ինչ մաքուր էր։ Մեկի համար, ով անցած ամիսներն անցկացրել էր մորաքրոջ տան բազմոցին քնելով, դա պալատ էր։ Այդ գիշեր Մարիամը ծնկի եկավ անկողնու կողքին, շնորհակալություն հայտնեց։ Շնորհակալություն հնարավորության համար, նորից սկսելու հնարավորության համար, գլխի վրայի տանիքի համար։ Եվ խնդրեց ընդամենը մի բան, ուժ, փոփոխություն մտցնելու այդ վայրում, որը կարծես այնքան լույսի կարիք ուներ, որքան մի օր ունեցել էր իր սեփական սիրտը։ Առօրյան վաղ սկսվեց։ Տիկին Կարինեն մոտ 60 տարեկան մի տիկին էր, կարճահասակ գեր, լայն ժպիտով, որը հակադրվում էր առանձնատան մռայլ մթնոլորտին։ Նա Մարիամին ընդունեց ամուր գրկախառնությամբ թունդ սուրճով, որը տաքացրեց աղջկա հոգին։ Ինչ լավ է, որ նորից երիտասարդ մարդ կա այստեղ։ Այս տանը կյանք է պետք, աղջիկս։
Կամաց մահանում է, գիտես։ Ինչպես առանց ջրի բույսը։ Տիկին Կարինե, կարող եք ինձ պատմել պարոն Ռաֆայելի մասին։ Խոհարարը հոգոց հանեց շուրջը նայեց, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը լսում է։ Խեղճ մարդ։ Այնքան տարբեր էր մինչ դժբախտ պատահարը։ Ուրախ, կյանքով լի, միշտ ծիծաղում էր։ Նա էր ղեկավարում բիզնեսները, գիտես։ Մի կայսրություն, որը կառուցել էր հայրը, նա բազմապատկել էր։ Աշխարհը նրա ձեռքերում էր։ Բայց հետո տեղի ունեցավ այդ դժբախտությունը։ Ինչ դժբախտություն, տիկին Կարինե։ Մեքենայի վթար։ Վերադառնում էր գործնական ուղղությունից, երբ կորցրեց կառավարումը ճանապարհին։ Ասում են, որ անձրն էր, թաց ասֆալտը։ Բայց կան մարդիկ, ովքեր այլ բաներ են ասում։ Ճշմարտությունն այն է, որ նա ամիսներով մնաց հիվանդանոցում, երբ վերադարձավ տուն, նույն մարդը չէր։ Ոչ միայն ոտքերի պատճառով, հասկանում ես։ Մի բան մահացել էր նրա ներսում։ Կյանքի կամքը, թերս։ Եվ այդ ժամանակվանից նա դուրս չի գալիս սենյակից։ Գրեթե երբեք։ Վերում մի գրասենյակ ունի, որտեղ դեռ որոշ գործեր է անում, բայց այժմ ամեն ինչ իրականում ղեկավարում է տիկին Ջուլիան։ Նա ստանձնել է ընկերության տան ամեն ինչի վերահսկողությունը։ Եվ նա թույլ տվեց, գիտես։ Պարզապես հանձնվեց։ Մարիամը առաջին օրերն անցկացրեց այդ առանձնատան յուրաքանչյուր անկյունը սովորելով։ Մաքրեց սրահներ, որոնք տարիներով արի լույս չէին տեսել։ Բացեց վարագույրներ, որոնք ջռացին չօգտագործվելուց։ Կարգի բերեց սենյակներ, որտեղ փոշին հաստ շերտեր էր կազմել թանկարժեք կահույքի վրա։ Եվ յուրաքանչյուր շարժումով, յուրաքանչյուր անկյունով, որը նա փոխում էր, զգում էր, որ ավելին է անում, քան պարզապես մաքրում։ Նա, ինչ-որ կերպ, փորձում էր փոշին մաքրել այդ վայրի հոգուց։ Չորրորդ օրն էր, երբ նա առաջին անգամ տեսավ նրան։ Նա անցնում էր երկրորդ հարկի միջանցքով, մաքուր սրբիչներ տանելով, երբ վերից ձայն լսեց։ Դա տարօրինակ, կիսաձայն ձայն էր, կարծես ինչ-որ մեկը մեծ ջանքեր էր գործադրում ինչ-որ բան անելու համար։ Մարիամը կանգ առավ, անվճռական։ Ջուլիայի հրամանները հստակ էին՝ չբարձրանալ երրորդ հարկ։ Բայց այդ ձայնը անհանգստացնում էր նրան։ Ցավ էր թվում։ Պայքար էր թվում։ Նախքան նա ավելի լավ կմտածեր, նրա ոտքերն արդեն բարձրանում էին աստիճաններով։ Երրորդ հարկը տարբերվում էր տան մնացած մասից։ Մինչդեռ ստորին հարկերը ցույց էին տալիս էլեգանտ լքվածության նշաններ, այնտեղ ամեն ինչ անթերի կազմակերպված էր։ Միջանցքն ավելի նեղ էր, ավելի ինտիմ, կար ընդամենը 3 դուռ։ Դրանցից մեկը կիսաբաց էր։ Հենց այնտեղից էլ նորից եկավ ձայնը։ Մարիամը դանդաղ մոտեցավ, սիրտը ուժեղ բաբախում էր կրծքի մեջ։ Նա զգուշորեն հրեց դուռը, այն, ինչ տեսավ, ստիպեց նրան շունչը պահել։ Մի մարդ ընկած էր հատակին, շրջված անվասայլակի կողքին։ Նա կրում էր սպորտային տաբած սպիտակ շապիկ, քրտինքով թաց։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա փորձում էր բարձրացնել իրեն, բայց ոտքերը չէին ենթարկվում։ Նրա դեմքը շրջված էր դեպի ներք, թաքնված մուգ, անփույթ մազերով, որոնք ընկած էին ճակատին։ Պարոն։ Մարիամը թողեց սրբիչները վազեց նրա մոտ, ծնկի իջնելով նրա կողքին։ Հենց այդ ժամանակ նա բարձրացրեց դեմքը, նա զգաց, կարծես հարվածել էին իր որովայնին։ Դա գեղեցիկ դեմք էր, չնայած չսափրված մորուքին խորը աչքատակերին։ Ուժեղ, տղամարդկային գծեր, որոնք այլ ժամանակ պետք է կործանարար լինեին։ Բայց հենց աչքերն էին նրան զարմացրել։ Մուգ շագանակագույն, գրեթե աչքեր, լի այնքան ուժեղ կատաղությամբ, որ կարծես կարող էր այրել շուրջ բոլորը։ Ինչ ես անում այստեղ։ Նրա ձայնը խռպոտ էր, լի զայրույթով ամոթով։ Ես ձայն լսեցի եկա տեսնելու, թե ամեն ինչ կարգին է։ Դուրս եկ այստեղից։ Հենց հիմա։ Բայց դուք օգնության կարիք ունեք անվասայլակ վերադառնալու համար։ Ես ասացի, դուրս եկ։ Նա այնքան ուժեղ բղավեց, որ Մարիամը կծկվեց։ Բայց դուրս չեկավ։ Նրա ներսում մի բան, այդ մեղմ համառությունը, որը միշտ բնորոշել էր նրան, ստիպեց մնալ։ Ես կօգնեմ ձեզ վերադառնալ անվասայլակ։ Հետո կարող եք որքան ուզեք բղավել, բայց հիմա կօգնեմ։ Ռաֆայելը նայեց նրան ցնցման անհավատության խառնուրդով։ Ոչ ոք չէր մարտահրավեր նետում նրան։ Ոչ ոք չէր անհնազանդվում նրա հրամաններին։
Դժբախտ պատահարից ի վեր բոլորը նրան վերաբերվում էին այնպես, կարծես նա ապակուց լիներ, համաձայնվելով ամեն ինչի հետ, խուսափելով բախումից։ Եվ այնտեղ էր այդ նիհար աղջիկը, իր բաց աչքերով լի վճռականությամբ, հրաժարվելով հեռանալ։ Նախքան նա կրկին կբողոքեր, Մարիամն արդեն նրա կողքին էր, ձեռքերը նրա իրանի շուրջը պտտելով։ «Օգնեք ինձ. ձեռքերդ պարանոցիս շուրջը դիր. դու ինձ չես կարող բարձրացնել, ես ձեզ չեմ բարձրացնի, ես պարզապես կօգնեմ հենվել, մինչ դուք ձեզ կքաշեք դեպի անվասայլակ»։ Եղավ դադար։ Այնուհետ, հիասթափության մռնչյունով, Ռաֆայելը ենթարկվեց։ Նա ձեռքերը դրեց նրա պարանոցի շուրջը, Մարիամը զգաց նրա ծանրությունը իր մարմնի վրա։ Նա ուժեղ էր, շատ ավելի ուժեղ, քան թվում էր, այդքան մոտ շփումը տարօրինակորեն շունչը կտրեց նրանից։ Նա կարողացավ զգալ նրա մաշկի ջերմությունը թաց շապիկի միջոցով, տղամարդկային քրտինքի հոտը խառնված ինչ-որ այլ բանի հետ, թերս թանկարժեք օծանելիքի, որն արդեն ցրվում էր։ Ջանքերով նրանք կարողացան Ռաֆայելին նորից անվասայլակ դնել։ Նա իրեն նետեց նստատեղին, հոգնածության պարտության հառաչանքով, աչքերը հառած հատակին։ «Հիմա կարող ես գնալ»։ Բայց Մարիամը չշարժվեց։ Նա առաջին անգամ նայեց սենյակի շուրջը։ Այն մեծ էր, մուգ ծանր կահույքով։ Հսկայական անկողինը գերիշխում էր մի անկյունում, անթերի հարդարված։ Կարծես երբեք չէր օգտագործվել։ Մյուս կողմում, սեղան, համակարգիչներով թղթերով կուտակված։ Պատուհանները փակ էին, վարագույրները քաշված։ Օդը խեղդող էր, խիտ։ «Ձեզ ավելի շատ լույս է պետք այստեղ»։ «Ինչ»։ «Այս փակ վարագույրներն ամբողջ օրը լավ չեն»։ «Ես կբացեմ պատուհանները»։ «Ոչինչ չես անի»։ «Դուրս եկ իմ սենյակից»։ Բայց Մարիամն արդեն քայլում էր դեպի պատուհանը։ Նա ամուր շարժումով քաշեց ծանր վարագույրները, արի լույսը ոսկե ալիքի պես լցրեց սենյակը։ Ռաֆայելը փակեց աչքերը, բայց ոչ մինչ Մարիամը տեսավ մի բան այդ դեմքին, դա պարզապես զայրույթ չէր։ Դա ցավ էր։ Դա մենակություն էր։ Դա մի մարդ էր, ով դանդաղ խեղդվում էր, այլևս չգիտեր, թե ինչպես օգնություն խնդրի։ Պատրաստ է։ Այսպես շատ ավելի լավ է։ Նա շրջվեց դեպի նա, առաջին անգամ նրանց հայացքները իսկապես հանդիպեցին։ Ռաֆայելը ուշադիր ուսումնասիրեց նրան։ Նա տարբերվում էր մյուս աշխատողներից, ովքեր արդեն անցել էին այնտեղով։ Նրա աչքերում խղճահարություն չկար, ոչ էլ այն քողարկված վախը, որը մարդիկ սովորաբար ունեին, երբ նայում էին նրան։ Կար միայն ամուր ներկայություն, գրեթե հանգիստ, կարծես նա արդեն բավականաչափ տառապանք էր տեսել կյանքում, որպեսզի չվախենար նրա ցավից։ «Ինչ է քո անունը»։ «Մարիամ»։ «Մարիամ Սարգսյան»։ «Եվ ով է քեզ թույլ տվել բարձրանալ այստեղ, Մարիամ Սարգսյան»։ «Ոչ ոք»։ «Բայց ես լսեցի, որ դուք ընկակ չէի կարող պարզապես անտեսել»։ «Դե հաջորդ անգամ անտեսիր»։ «Իմ օգնության կարիքը չունեմ»։ «Ոչ ոքի օգնության կարիքը չունեմ»։ «Մենք բոլորս էլ երբեմն օգնության կարիք ունենք»։ «Դու ոչինչ չես հասկանում»։ «Միգուցե ոչ։ Բայց հասկանում եմ, որ այս մութ սենյակում մենակ մնալը ձեզ լավ չի անում։ Դու ինձ չես ճանաչում։ Իմ մասին ոչինչ չգիտես»։ «Ճիշտ է։ Բայց ես կարող եմ ճանաչել մեկին, ով փորձում է անհետանալ։ Եվ նա գիտեմ, որ որքան էլ մենք փորձենք, անհետանալն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Հավատացեք ինձ, ես արդեն փորձել եմ»։ Նրա ձայնում կար մի բան, հին, բայց մարսված ցավ, որը ստիպեց Ռաֆայելին վարանել։ Նա բացեց բերանը պատասխանելու համար, բայց այդ պահին դուռը լայն բացվեց։ Ջուլիան ներս մտավ ինչպես մրրիկ, աչքերը կատաղությունից փայլում էին։ «Ինչ է կատարվում այստեղ»։ Մարիամը հանգիստ շրջվեց։ Պարոն Ռաֆայելն ընկել էր անվասայլակից։ Ես եկել եմ օգնելու նրան։ Ես հստակ ասացի, որ դուք չպետք է բարձրանաք այս հարկ, առանց թույլտվության։ Եվ ես լսեցի, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ուներ։ Չէի կարող անտեսել։ Ջուլիան մոտեցավ, բռունցքները սեղմած։ Դուք ազատված եք աշխատանքից։ Վերցրեք ձեր իրերը, հեռացեք այս տնից հենց հիմա։ Ոչ։ Ռաֆայելի ձայնը օդը կտրեց ինչպես մտրակ։ Երկու կանայք շրջվեցին դեպի նա, զարմացած։
Նա նայում էր քրոջը մի արտահայտությամբ, որը Մարիամը չէր կարողանում ամբողջությամբ վերծանել, բայց այնտեղ մի բան կար։ Մի գայծ։ Մի մարտահրավեր։ Ինչ։ Նա մնում է։ Նա ազատված չէ աշխատանքից։ Ռաֆայել, նա չենթարկվեց հստակ հրամաններին։ Եվ դու իմ սենյակում ես, առանց իմ կանչելու։ Կարծում եմ, որ մենք երկուսս էլ նույն սխալն ենք կատարել։ Ջուլիան բացեց փակեց բերանը, հստակորեն ցնցված։ Տարիներ էր, ինչ Ռաֆայելը չէր հակաճառում նրան, չէր կասկածի տակ դնում նրա որոշումները։ Նա սովորել էր ղեկավարել, ամեն ինչ որոշել։ Եվ հիմա նա մարտահրավեր էր նետում նրան այդ աշխատողի պատճառով։ Լավ։ Եթե դա է քո ուզածը։ Բայց նա հիմա քո պատասխանատվությունն է։ Ջուլիան դուրս եկավ, դուռը ուժեղ փակելով։ Մարիամը Ռաֆայելը նորից մենակ մնացին։ Լռությունը տարածվեց նրանց միջ, խիտ լարված։ Ինչու դա արեցիր։ Ռաֆայելը ուսերը թափահարեց։ Որովհետև նա անտանելի է, ժամանակն էր, որ ինչ-որ մեկը հակաճառեր նրա հրամաններին։ Դրա համար չէր։ Նա նորից նայեց նրան, առաջին անգամ Մարիամը նրա աչքերում զայրույթից բացի այլ բան տեսավ։ Դա հետաքրքրություն էր։ Միգուցե նույնիսկ հարգանքի մի փոքրիկ կայծ։ Ուրեմն ինչու՞։ Որովհետև դու ինձ հիշեցրիր, որ դեռ կարող եմ ընտրել։ Նույնիսկ եթե դա միայն դա է։ Մարիամը կրծքի մեջ սեղմում զգաց։ Այդ նախադասության մեջ այնքան պարտություն կար, այնքան հոգնածություն։ Բայց կար նա, խորքում թաքնված, հույսի մի փոքրիկ կայծ։ Ես կթողնեմ ձեզ հանգստանալ։ Բայց ավելի ուշ կվերադառնամ ճաշը բերելու։ Պետք չէ։ Պետք է, այո։ Դա իմ աշխատանքի մի մասն է։ Նա քայլեց դեպի դուռը, բայց նախքան դուրս գալը, վերջին անգամ շրջվեց։ Եվ պարոն Ռաֆայել։ Հաջորդ անգամ, երբ փորձեք միայնակ վարժություններ անել, կանչեք ինձ։ Երկուսը միշտ ավելի լավ է, քան մեկը։ Նա դուրս եկավ նախքան նա կկարողանար պատասխանել, բայց աստիճաններով իջնելիս Մարիամը չկարողացավ զսպել մի փոքր ժպիտ։ Այդ տանը այնքան բան կար անելու, այնքան ստվերներ լուսավորելու։ Բայց առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա զգում էր, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Այդ գիշեր, իր փոքրիկ, բայց հարմարավետ սենյակում, Մարիամը նորից աղոթեց։ Բայց այս անգամ նրա խնդրանքը տարբեր էր։ Նա ուժ չխնդրեց միայն իր համար։ Նա խնդրեց նա երրորդ հարկի այդ մարդու համար, ով թակարդված էր անվասայլակում ավելի մեծ բանտում, որը կառուցել էր իր սեփական սրտի շուրջը։ Նա խնդրեց իմաստություն, իմանալու համար, թե ինչպես հասնել նրան։ Եվ խնդրեց քաջություն չհանձնվելու համար, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Այն, ինչ Մարիամը չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին, 3 հարկ վեր, Ռաֆայելն արթուն էր, նայելով առաստաղին։ Եվ առաջին անգամ 5 տարվա ընթացքում նա չէր մտածում այն ամենի մասին, ինչ կորցրել էր։ Նա մտածում էր բաց աչքերով մի աղջկա մասին, ով չէր վախեցել մտնել իր մութ սենյակը բացել վարագույրները։ Մի աղջկա, ով նրան նայում էր ոչ թե որպես հաշմանդամ, ոչ թե որպես կոտրված մարդու, այլ որպես մեկի, ում դեռ արժեր մարտահրավեր նետել։ Եվ դա, տարօրինակ սարսափելի կերպով, ստիպեց նրան զգալ մի բան, որը նա կարծում էր, թե թաղել էր իր ոտքերի հետ միասին, վաղվա օրվա գալու ցանկությունը։ Հաջորդ օրերը նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին առանձնատան առօրյայում։ Մարիամը պահեց իր խոսքը, սկսեց պարբերաբար բարձրանալ երրորդ հարկ, միշտ հիմնավոր պատրվակով, ճաշը տանելու, սրբիչները փոխելու, պատուհանները բացելու, սենյակը օդափոխելու համար։ Ռաֆայելը ամեն անգամ բողոքում էր, բայց նրա բողոքները աստիճանաբար թուլանում էին, ավելի ավտոմատ դառնում, կարծես նա պարզապես կատարում էր մի դեր, որին այլս չէր հավատում։ Ջուլիան ամեն ինչ դիտում էր արծվի աչքերով։ Նա չէր հավանում այդ մտերմությունը, եղբոր աշխատողի միջ աճող այդ մտերմությունը։ Բայց Ռաֆայելը հստակ ասել էր, որ Մարիամն իր պատասխանատվությունն է, Ջուլիան գիտեր, որ ցանկացած ուղղակի միջամտություն կարող էր հանգեցնել ավելի շատ բախումների։ Այսպիսով, նա սպասում էր, հսկում էր, փնտրելով ճիշտ պահը գործելու համար։ Անձրոտ հինգշաբթի օրն էր, երբ ամեն ինչ սկսեց իրականում փոխվել։ Մարիամը բարձրացավ աստիճաններով, Ռաֆայելի ճաշի սկուտեղը տանելով։ Բանջարեղենի ապուր, բրինձ, խորոված հավ նարնջի հյութ։ Ոչինչ շատ բարդ, բայց սիրով պատրաստված տիկին Կարինեի կողմից։ Նա 3 անգամ թակեց դուռը նախքան ներս մտնելը, մի առօրյա, որը նրանք հաստատել էին առանց համաձայնեցնելու։ Կարող ես ներս
Մտնել։ Ռաֆայելը պատուհանի կողքին էր, նայելով ներքի այգուն։ Անվասայլակը տեղադրված էր այնպես, որ նա կարողանար տեսնել լքված լողավազանը քամուց ճոճվող ծառերը։ Այդ տեսարանում կար մի մելամաղձոտ բան, մի մարդ, ով դիտում էր մի աշխարհ, որի մասն այլս չէր։ Ճաշը բերեցի։ Կարող ես սեղանին դնել։ Մարիամը սկուտեղը դրեց աշխատանքային սեղանին, բայց անմիջապես դուրս գալու փոխարեն, ինչպես անում էր առաջին օրերին, նա մոտեցավ պատուհանին, կանգնեց նրա կողքին։ Գեղեցիկ այգի է։ Պետք է շատ գեղեցիկ լիներ, երբ խնամված էր։ Այո։ Մայրս շատ էր սիրում այգեգործություն։ Ժամեր էր անցկացնում այստեղ դրսում, տնկելով, էտելով, ծաղիկների հետ խոսելով, կարծես նրանք կարող էին լսել իրեն։ Նա դեռ ապրում է։ Ռաֆայելը գլխով արեց։ Մահացել է 7 տարի առաջ։ Քաղցկեղից։ Շատ արագ էր, որպեսզի կարողանայինք հրաժեշտ տալ պատշաճ կերպով։ Ցավում եմ։ Եղավ լռություն։ Այնուհետ Ռաֆայելը շրջվեց դեպի նա, ուշադիր ուսումնասիրելով նրա դեմքը։ Իսկ դու ընտանիք ունես։ Ունեցել եմ։ Մայրս մահացավ, երբ ես 10 տարեկան էի։ Հայրս 17 տարեկանում։ Դրանից հետո մորաքրոջս հետ էի ապրում, բայց նա արդեն իր սեփական խնդիրներն ուներ։ Վաղուց սովորեցի ինքս ինձ հոգալ։ Դրա համար ես ինձնից չես վախենում։ Դա հարց չէր, այլ հաստատում։ Մարիամը թեթակի ժպտաց։ Ես շատ բաներից եմ վախենում, պարոն Ռաֆայել։ Բայց վիրավորված մարդիկ այդ ցուցակում չեն։ Ես կարող եմ ցավը ճանաչել, երբ տեսնում եմ։ Եվ ինչ ես տեսնում, երբ նայում ես ինձ։ Տեսնում եմ մեկին, ով փորձում է իրեն համոզել, որ հանձնվել է, բայց խորքում դեռ պայքարում է։ Նույնիսկ եթե դա միայն ամեն օր արթնանալու համար է։ Ռաֆայելը կարճ, անհումոր ծիծաղեց։ Դու շատ խորաթափանց ես այդքան երիտասարդի համար։ Կամ միգուցե դուք շատ թափանցիկ եք մեկի համար, ով ասում է, թե չի մտածում։ Նա երկար ժամանակ նայեց նրան, Մարիամը զգաց, որ ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Կարծես անտեսանելի դուռը մի փոքր բացվել էր, լույսի շերտ թողնելով։ Ինչու ես դա անում։ Ինչ եմ անում։ Սա։ Այստեղ գալը, վարագույրները բացելը, ինձ հետ խոսելը, կարծես ես նորմալ մարդ լինեմ, այլ ոչ թե մեկուսացած հաշմանդամ։ Որովհետև դուք նորմալ մարդ եք։ Եվ որովհետև բոլորն էլ արժանի են, որ ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ վարագույրները բացի։ Նույնիսկ երբ մարդը չի ուզում։ Հատկապես, երբ մարդը չի ուզում։ Ռաֆայելը հայացքը շեղեց, բայց Մարիամը կարողացավ տեսնել մկանների լարվածություն նրա ծնոտին։ Նա պայքարում էր ինչ-որ բանի դեմ, ինչ-որ ազդակի դեմ, որը նա չէր կարողանում նույնականացնել։ Դու պետք է գնաս։ Ես աշխատանք ունեմ անելու։ Լավ։ Բայց նախքան դա, կարող եմ մի հարց տալ։ Նա չպատասխանեց, բայց նա չուղարկեց նրան։ Մարիամը դա ընդունեց որպես այո։ Ինչու էիք փորձում միայնակ բարձրանալ մյուս օրը։ Երբ ես ձեզ գտա հատակին։ Ռաֆայելը լարվեց։ Մի պահ Մարիամը մտածեց, որ նա կպայթի, կհրամայի, որ ինքը չմիջամտի իր կյանքին։ Բայց դրա փոխարեն նա պարզապես հոգոց հանեց, կարծես չափազանց հոգնած լիներ դիմակը պահելու համար։ Որովհետև ես հիմար եմ։ Որովհետև մտածեցի, որ եթե բավականաչափ ջանք գործադրեմ, եթե կամքի ուժով փորձեմ, միգուցե կարողանամ իմ ոտքերին ստիպել արձագանքել։ Բայց այն ամենը, ինչ կարողացա անել, ընկնելն էր ինձ ավելի անօգուտ զգալը։ Դուք անօգուտ չեք։ Անօգուտ չեմ։ Նայեք ինձ։ Ես նույնիսկ ինքս ինձ չեմ կարող կանգնել։ Կանգնել կարողանալը չէ, որ որոշում է մարդու արժեքը։ Հեշտ է դա ասել, երբ դու երկու աշխատող ոտք ունես։ Ճիշտ է։ Բայց դժվար է դա ասել, երբ դու արդեն կորցրել ես այն ամենը, ինչ կարող էր, ստիպված ես եղել սովորել զրոյից վերակառուցել սեփական ձեռքերով։ Մարիամի ձայնը ամուր էր, բայց նրա մեջ զայրույթ չկար։ Միայն ճշմարտություն։ Ռաֆայելը նորից նայեց նրան, առաջին անգամ կարծես իսկապես տեսավ նրան։ Ոչ թե որպես աշխատողի, ոչ թե որպես մեկի, ով այնտեղ էր պարտականությունից ելնելով, այլ որպես մարդու, իր սեփական պատմությամբ, իր սեփական սպիներով։ Կներեք։ Ես անզգա էի։ Պետք չէ ներողություն խնդրել։
Պարզապես ուզում էի, որ դուք հասկանայիք, որ ցավը ցավ է, անկախ նրանից, թե ինչ ձե ընդունում։ Եվ որ հանձնվելը ցավը չի փոքրացնում։ Այն պարզապես ավելի ծանր է դարձնում։ Նա շրջվեց դուրս գալու համար, բայց նախքան դուր հասնելը, նրա ձայնը կանգնեցրեց նրան։ Մարիամ։ Նա կանգ առավ, ուսի վրայով նայելով։ Շնորհակալություն։ Ինձ ապակուց պատրաստվածի պես չվերաբերվելու համար։ Փոքր, անկեղծ ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ Խնդրեմ, պարոն Ռաֆայել։ Այդ գիշեր Ջուլիան Մարիամին կանչեց իր գրասենյակ։ Սենյակը մութ էր, լուսավորված միայն սեղանի վրայի լամպով։ Ջուլիան նստած էր իր կաշվե աթոռին, մատները միահյուսված փայտե, փայլեցված սեղանի վրա, արտահայտությունը մարմարի պես սառը։ Նստեք։ Մարիամը ենթարկվեց, մեջքը ուղիղ պահելով ձեռքերը ծնկներին դրած։ Ես ուղիղ կլինեմ։ Ես ձեզ չեմ սիրում։ Ես չեմ սիրում այն ձը, որով դուք անտեսել եք իմ հրամանները։ Ես չեմ սիրում ձեր մտերմությունը իմ եղբոր հետ։ Եվ, հատկապես, ես չեմ սիրում այն, ինչ դուք անում եք նրա հետ։ Ես ոչինչ չեմ անում, բացի իմ աշխատանքից, տիկին։ Ձեր աշխատանքն է մաքրել, պատրաստել տունը կարգի պահել։ Դա թերապիա չէ անել մի մարդու հետ, ով 5 տարի է սովորում է ընդունել իր վիճակը։ Հարգանքով ես նրա հետ խոսում եմ միայն այն ժամանակ, երբ նա ցանկանում է խոսել։ Երբեք ոչինչ չեմ պարտադրել։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ եք կարծում մեր զույգի սիրավեպի մասին։ Ջուլիան առաջ թեքվեց, աչքերը փայլում էին վտանգավոր ինտենսիվությամբ։ Դուք չեք հասկանում, աղջիկ։ Ռաֆայելն արդեն բավականաչափ տառապել է։ Նա սովորել է ապրել իր սահմանափակումներով, ընդունել իր իրականությունը։ Եվ հիմա դուք այստեղ եք գալիս ձեր ոգեշնչող խոսակցություններով, հույսով լի ժպիտներով, ստիպելով նրան մտածել, որ ամեն ինչ կարող է փոխվել։ Բայց դրանք չեն կարող։ Նա երբեք նորից չի քայլի։ Երբեք չի ունենա այն կյանքը, որ ուներ նախկինում։ Եվ որքան շատ դուք կերակրեք այդ պատրանքները, այնքան ավելի կցավի, երբ նա հասկանա, որ ոչինչ չի փոխվել։ Կամ միգուցե, տիկին, այն, ինչ ամենաշատն է ցավում, այն չէ, որ ոչինչ չի փոխվել, այլ այն, որ հավատում է, որ ոչինչ չի կարող փոխվել։ Ջուլիան կտրուկ վեր կացավ, ձեռքերը սեղանին դրած։ Զգույշ եղեք ձեր խոսքերի հետ։ Ես զգույշ եմ, տիկին։ Միշտ զգույշ եմ։ Բայց ես չեմ ներողություն խնդրի պարոն Ռաֆայելին որպես մարդու վերաբերվելու համար, ով արժանի է հարգանքի արժանապատվության։ Արժանապատվություն։ Ջուլիան գրեթե թքեց բառը։ Դուք կարծում եք, որ գիտեք, թե ինչն է նրա համար լավագույնը։ Դուք, ով հազիվ եք ճանաչում ձեր սեփական կյանքը, ով ապրում է ուրիշի հաշվին, ով ոչինչ չունի, բացի մարմնի հագուստից։ Մարիամը նույնպես վեր կացավ, բայց նրա ձայնը հանգիստ մնաց։ Դուք ճիշտ եք։ Ես ոչինչ չունեմ։ Բայց դա ինձ մի բան սովորեցրեց, որը դուք թերս երբեք չեք սովորել, որ մարդու արժեքը նրա ունեցածի մեջ չէ, այլ նրա եղածի մեջ։ Եվ ձեր եղբայրը, չնայած ամեն ինչին, դեռ մեկն է, ով արժանի է։ Դուրս եք իմ գրասենյակից։ Հենց հիմա։ Մարիամը դուրս եկավ առանց ավելին ասելու, բայց նա զգում էր, որ ոտքերը դողում էին, երբ բարձրանում էր իր սենյակ։ Նա անցել էր մի գիծ գիտեր դա։ Ջուլիան այն մարդկանցից չէր, ովքեր ներում կամ մոռանում էին։ Պատերազմը հայտարարվել էր, թեկուզ լուռ։ Հաջորդ օրերը լարված էին։ Ջուլիան հազիվ էր խոսում Մարիամի հետ, շփվելով միայն խոհանոցի սեղանին թողած սառը գրություններով։ Առաջադրանքները շատացան։ Անելիքների ցուցակը մեծացավ։ Ակնհայտ էր, որ Ջուլիան փորձում էր գերբեռնել նրան, փորձելով նրա սահմանները, փնտրելով կոտրման կետը։ Բայց Մարիամը չհանձնվեց։ Ավելի վաղ էր արթնանում, ավելի արագ էր աշխատում, ժպիտը պահում էր դեմքին, նույնիսկ երբ մարմինը հանգիստ էր խնդրում։ Եվ միշտ, առանց բացառության, բարձրանում էր երրորդ հարկ, Ռաֆայելի կերակուրները տանելու վարագույրները բացելու համար։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ էր, որ ինչ-որ բան նորից փոխվեց։ Մարիամը մտավ սենյակ Ռաֆայելին գտավ ոչ թե պատուհանի կողքին, այլ անվասայլակում, անկողնու կողքին, ձեռքերում էլաստիկ ժապավեններով։ Նա ուժեղ քաշում էր ժապավենները, մարզելով ձեռքերը, դեմքը սեղմված ջանքից ցավից։ Պարոն Ռաֆայել։ Նա անմիջապես դադարեց, թողնելով ժապավենները, կարծես ինչ-որ սխալ բան անելիս բռնվել էր։ Վարժություններ եք անում։ Դա հարց չէր։
Ռաֆայելը հոգոց հանեց։ Ֆիզիոթերապևտը շաբաթական 3 անգամ էր գալիս։ 2 տարի առաջ դադարեցի կանչել նրան։ Բայց մտածեցի, որ միգուցե եթե նորից սկսեմ մարզվել, գոնե կպահպանեմ ձեռքերիս ուժը։ Դա հիանալի է։ Հիանալի չէ։ Դա ծիծաղելի է։ 35 տարեկան տղամարդը պետք է տոնի, որ կարողանում է նստած հրումներ անել։ Դա սկիզբ է։ Սկիզբ, ինչի՞։ Համար։ Ուր եմ գնում դրանով։ Ուր ուզեք։ Բայց նախ պետք է հավատաք, որ դա հնարավոր է։ Ռաֆայելը նայեց նրան հիասթափության ինչ-որ այլ բանի խառնուրդով, մի բան, որը վտանգավորորեն մոտ էր հույսին։ Ինչու ես դա անում։ Ինչու ես այդքան մտածում։ Որովհետև ինչ-որ մեկը պետք է մտածի։ Եվ որովհետև կարծում եմ, որ դուք ավելին եք արժանի, քան այն բանտը, որը կառուցել եք ձեզ համար։ Դուք չեք հասկանում։ Դա միայն ոտքերը չեն։ Դա ամեն ինչ է։ Իմ կյանքը, իմ ծրագրերը, իմ երազանքները, ամեն ինչ անհետացավ այդ դժբախտ պատահարում։ Ուրեմն կառուցեք նոր երազանքներ։ Այնքան էլ պարզ չէ։ Ես գիտեմ, որ այդպես չէ։ Բայց նա գիտեմ, որ այստեղ մնալը, ափսոսալը հաստատ ոչինչ հետ չի բերի։ Եղավ երկար լռություն։ Այնուհետ Ռաֆայելն արեց մի բան, որը զարմացրեց երկուսին էլ, նա ժպտաց։ Դա մեծ կամ երջանիկ ժպիտ չէր, բայց այն անկեղծ էր։ Դու համառ ես, գիտես։ Ինձ դա մի քանի անգամ ասել են։ Եվ նյարդայնացնող։ Դա էլ եմ լսել։ Եվ տարօրինակ կերպով, այս անիծյալ տան միակ մարդը, ով դեռ ինձ մարդ է վերաբերվում։ Նրա ձայնը ավելի ցածր էր դարձել, ավելի մեղմ։ Մարիամը զգաց, որ սիրտը արագանում է այնպես, որ չէր կարողանում բացատրել։ Դրա համար եմ այստեղ։ Ռաֆայելը մեկնեց ձեռքը, առաջարկելով էլաստիկ ժապավեններից մեկը։ Ուրեմն օգնիր ինձ դրա հետ։ Եթե վարժություններ եմ անելու, գոնե թող լինի մեկի հետ, ով կապահովի, որ ես չընկնեմ։ Մարիամը վերցրեց ժապավենը, ժպտաց։ Ձեր հրամանով։ Եվ այսպես սկսվեց նոր առօրյա։ Ամեն օր, ճաշը տանելուց հետո, Մարիամը մնում էր սենյակում, օգնելով Ռաֆայելին վարժությունների հետ։ Սկզբում դրանք պարզ շարժումներ էին։ Նստած հրումներ, ձգումներ, ձեռքերի կորի ամրացում։ Ռաֆայելը բողոքում էր, քրտնում էր, երբեմն հայհոյում էր հիասթափությունից։ Բայց երբեք չէր հանձնվում։ Եվ Մարիամը միշտ այնտեղ էր, խրախուսելով, օգնելով, ձեռքը բռնելով, երբ ցավը չափազանց ուժեղ էր դառնում։ Հենց այդ պահերից մեկի ժամանակ էր, երբ Ռաֆայելը հատկապես հոգնած էր մի շարք վարժություններից հետո, որ նա վերջապես իսկապես բացվեց։ Մենք վերադառնում էինք Սանից հանդիպումից։ Ես իմ հարսնացուն, Լուսինեն։ Նա էր մեքենա վարում։ Անձրը հանկարծակի սկսվեց, ուժեղ, բուռն։ Ճանապարհը սայթաքուն դարձավ։ Ես ասացի նրան դանդաղել, բայց նա նյարդային էր։ Մենք վիճել էինք հանդիպման ժամանակ, փողի, վերահսկողության մասին վեճ։ Հիմար բաներ, որոնք այդ ժամանակ կարևոր էին թվում։ Մարիամը ոչինչ չասաց, պարզապես ավելի ամուր բռնեց նրա ձեռքը։ Նա կորցրեց մեքենայի կառավարումը։ Մենք բախվեցինք, արգելապատնեշին շրջվեցինք։ Երբ արթնացա հիվանդանոցում 3 օր անց, իմացա, որ նա չէր փրկվել։ Եվ որ իմ ոտքերը երբեք նորից չէին աշխատի։ Մի վայրկյանում ես կորցրի ամեն ինչ։ Կնոջը, ում սիրում էի, իմ շարժունակությունը, իմ կյանքը։ Ցավում եմ։ Գիտեք, թե ինչն է ավելի վատ։ Իմ մի մասը թեթացած է զգում։ Որովհետև եթե նա փրկվեր, ստիպված կլիներ հաղթահարել իմ հաշմանդամությունը, ստիպված կլիներ խնամել ինձ, ես չգիտեմ կդիմանայի։ Արդյոք ամեն օր նրա աչքերում խղճահարություն տեսնելուն։ Խղճահարություն չէր լինի այն, ինչ նա կզգար։ Ինչպես կարող ես իմանալ։ Որովհետև խղճահարությունն այդքան չի ցավում։ Եվ դուք հստակորեն տառապում եք։ Ռաֆայելը նայեց նրան, առաջին անգամ դժբախտ պատահարից ի վեր, թույլ տվեց, որ ինչ-որ մեկը տեսնի արցունքներն իր աչքերում։ Ես կուզենայի կարողանալ ժամանակի մեջ հետ գնալ։ Կուզենայի պնդել, որ ես վարեմ։ Կուզենայի ասել, որ սիրում եմ նրան, նախքան մենք կմտնեինք այդ մեքենան։ Կուզենայի հնարավորություն ունենալ այլ կերպ անել։ Բայց չեք կարող։ Ոչ ոք չի կարող։ Մենք ունենք միայն հիմա։ Այս պահը։
Այս ընտրությունը։ Ինչ ընտրություն։ Ընտրություն շարունակելու։ Իսկապես ապրելու, ոչ թե պարզապես գոյություն ունենալու։ Ռաֆայելը ամոթահար ձեռքի ետնամասով մաքրեց աչքերը։ Ինչու ես այդքան ուժեղ։ Ես ուժեղ չեմ։ Պարզապես սովորել եմ, որ շարունակելու միակ այլընտրանքը հանձնվելն է։ Եվ հանձնվելն ավելի շատ է ցավում։ Այդ պահին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Ծնվեց մի մտերմություն, ոչ թե ֆիզիկական տեսակի, այլ ավելի խորը բան։ Մի կապ երկու հոգիների միջ, որոնք կոտրվել էին տարբեր կերպերով, բայց որոնք միմյանց մեջ ճանաչում էին նույն կատաղի վճռականությունը, հավերժ կոտրված չմնալու համար։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Ռաֆայելը սկսեց ավելի հաճախ դուրս գալ սենյակից, իր անվասայլակով իջնելով երկրորդ հարկ։ Մարիամը ուղեկցում էր նրան, խոսելով պարզ բաների մասին, այգու թռչունների, տիկին Կարինեի պատրաստած բաղադրատոմսի, մի գրքի մասին, որը նա կարդում էր։ Առօրյա խոսակցություններ, որոնք ինչ-որ կերպ թվում էին ամենակարևորը, որ նա ունեցել էր տարիներով։ Ջուլիան ամեն ինչ դիտում էր աճող մտահոգությամբ, զայրույթով։ Նա տեսնում էր եղբոր փոփոխությունը, տեսնում էր, թե ինչպես էր նա ավելի շատ ժպտում, թե ինչպես էին նրա աչքերը վերականգնել մի փայլ, որը նա կարծում էր, թե մահացել է։ Եվ նա ատում էր դա։ Ոչ թե այն պատճառով, որ չէր ցանկանում եղբոր երջանկությունը, այլ որովհետև այդ երջանկությունը գալիս էր մի աղբյուրից, որը նա չէր վերահսկում, մի մարդուց, ում նա չէր կարող մանիպուլյացիայի ենթարկել։ Շաբաթ երեկոյան էր, որ ամեն ինչ վերջապես պայթեց։ Մարիամը այգում էր, օգտվելով իր հանգստի օրից, խնամելու մի քանի ծաղկանոց։ Նա սերմեր էր գնել իր սեփական աշխատավարձով, ծաղիկներ էր տնկում։ Շուշաններ, երիցուկներ, երկարած ծաղիկներ։ Պարզ, բայց գեղեցիկ ծաղիկներ, որոնք գույն կբերեին այդ մոխրագույն վայրին։ Ռաֆայելը դիտում էր նրան երկրորդ հարկի պատուհանից։ Նա ինքնուրույն էր իջել, մի բան, որը ամիսներով չէր արել, պարզապես որպեսզի կարողանա տեսնել նրա աշխատանքը։ Այդ տեսարանում կար մի խորապես գեղեցիկ բան, երիտասարդ կինը ծնկների վրա հողի մեջ, ձեռքերը կեղտոտ, դեմքը լուսավորված երեկոյան մայրամուտի ոսկե լույսով, կյանք տնկելով մի վայրում, որը այդքան ժամանակ միայն մահ էր ճանաչել։ Նա գեղեցիկ է, չէ՞։ Ռաֆայելը շրջվեց։ Ջուլիան կանգնած էր դռան մոտ, ձեռքերը կրծքին խաչած, արտահայտությունը անընթեռնելի։ Լավ աշխատող է։ Ես դա չհարցրի։ Ինչ ես ուզում, Ջուլիա։ Ուզում եմ, որ դու աչքերդ բացես։ Դու կպչում ես նրան։ Սկսում ես կախված լինել նրանից։ Եվ երբ նա գնա, դու նորից կտարապես։ Ինչու պետք է գնա։ Որովհետև մարդիկ այդպես են անում։ Նրանք գնում են։ Ինչպես մեր մայրը։ Ինչպես Լուսինեն։ Ի վերջո, բոլորը գնում են։ Լուսինեն մահացավ, Ջուլիա։ Դա նրա ընտրությունը չէր։ Եվ մինույն է, նա գնաց։ Եվ դու կոտրվեցիր։ Ամիսներով չէիր ուզում ապրել։ Դու գրեթե ինձ էլ ոչնչացրիր, քեզ այդպես տեսնելով։ Եվ հիմա դու նորից բացվում ես, նորից թույլ ես տալիս քեզ զգալ, ես վախենում եմ, Ռաֆայել։ Ես շատ եմ վախենում, թե ինչ կլինի, երբ այդ աղջիկը անխուսափելիորեն հեռանա։ Ռաֆայելը նայեց քրոջը, իսկապես նայեց, առաջին անգամ տարիներ շարունակ նա տեսավ կոշտությունից այն կողմ, վերահսկողությունից այն կողմ։ Նա վախ տեսավ։ Նա այլասերված, խեղդված սեր տեսավ, բայց այն դեռ այնտեղ էր։ Ջուլիա, դու չես կարող ինձ պաշտպանել կյանքից։ Դու չես կարող ինձ պաշտպանել ցավից։ Եվ դա փորձելը պարզապես մեզ ավելի շատ է ցավեցնում։ Ես պարզապես ուզում եմ, որ դու լավ լինես։ Բայց ես լավ չեմ։ Ես լավ չեմ արդեն 5 տարի։ Եվ ծածնելը, թե լավ եմ, ինձ այդ անվասայլակում, այդ սենյակում փակելը, դա չի փոխել։ Մարիամն ինձ օգնում է հիշել, որ դեռ կարող եմ զգալ։ Որ դեռ կարող եմ ինչ-որ բան ցանկանալ։ Եվ այո, միգուցե դա ցավով ավարտվի։ Բայց գոնե ինչ-որ բան կզգամ։ Ջուլիան գլխով արեց, ձեռքերը բռունցքներ սեղմած։ Դու կզղջաս։ Միգուցե։ Բայց դա կլինի իմ զղջումը, իմ ընտրությունը։ Ոչ թե քոնը։ Նա նորից նայեց պատուհանից դուրս։ Ներքում Մարիամը ավարտել էր տնկելը, ջրում էր ծաղիկները, դեմքին մեղմ ժպիտ։ Եվ Ռաֆայելը առաջին անգամ, երբ նա կարող էր հիշել, թույլ տվեց իրեն զգալ ցավից, զայրույթից բացի այլ բան։ Նա թույլ տվեց իրեն հույս զգալ։
Եվ միգուցե, պարզապես միգուցե, մի բան, որը սկսում էր վտանգավորորեն սեր հիշեցնել։ Աշունը եկավ երան, իր հետ բերելով ավելի ցուրտ առավոտներ, ավելի վաղ մտնող երեկոներ։ Առանձնատունը, որն այդքան ժամանակ թվում էր ժամանակի մեջ սառած դամբարան, դանդաղորեն սկսում էր արթնանալ։ Ծաղիկներ կային ծաղկամաններում, բաց վարագույրներ, մեղմ երաժշտություն էր հնչում միջանցքներում։ Փոքր փոփոխություններ, որոնք միասին այդ տունը վերածում էին մի բանի, որը նորից սկսում էր տուն հիշեցնել։ Ռաֆայելը առաջընթաց էր գրանցում վարժություններում։ Ամեն օր նա ավելի ուժեղ էր դառնում, ավելի վճռական։ Նա նորից ֆիզիոթերապևտ վարձեց, Բրունո անունով երիտասարդ մասնագետ, ով շաբաթական 3 անգամ էր գալիս տպավորված էր հիվանդի կամքի ուժով։ Բայց Ռաֆայելը գիտեր, որ դա միայն կամքի ուժ չէր։ Դա ինչ-որ ավելին էր։ Դա ավելի լավը լինելու, արժանի լինելու ցանկությունն էր։ Եվ այդ ցանկությունը անուն ու դեմք ուներ։ Մարիամը շարունակում էր լինել նրա մշտական ուղեկիցը վարժությունների ժամանակ։ Նա խրախուսում էր նրան, երբ նա ուզում էր հանձնվել, բռնում էր նրա ձեռքը, երբ ցավը դառնում էր անտանելի, նշում էր յուրաքանչյուր փոքր հաղթանակ, կարծես դա հսկայական ձեռքբերում լիներ։ Եվ շարքերի միջ ընդմիջումներին նրանք խոսում էին։ Ամեն ինչի ոչնչի մասին։ Հին երազանքների նոր երազանքների մասին։ Վախերի հույսերի մասին։ Հենց այդ խոսակցություններից մեկի ժամանակ Ռաֆայելը հասկացավ մի բան, որը խորապես վախեցրեց նրան, նա սիրահարվում էր։ Դա այն ավերիչ գիրքի տեսակը չէր, որը նա զգացել էր Լուսինեի հանդեպ։ Դա կրակ էր, ինտենսիվություն, արագ պայծառ այրում։ Այն, ինչ նա զգում էր Մարիամի հանդեպ, տարբեր էր։ Կարծես նա թարմ ջուր լիներ չորացած հողի վրա, կյանք վերադարձնելով այն վայրերին, որոնք նա կարծում էր, թե հավերժ մեռած էին։ Դա այն էր, թե ինչպես էր նա ծիծաղում նրա վատ կատակների վրա, թե ինչպես էր դիպչում նրա ձեռքին, երբ ուզում էր որևէ բան ընդգծել, թե ինչպես էր նայում նրան ոչ թե խղճահարությամբ կամ ափսոսանքով, այլ անկեղծ հարգանքով ինչ-որ ավելին, որը նա չէր կարողանում անվանել։ Բացահայտումը նրան հարվածեց անձրոտ երեքշաբթի օրը։ Նրանք նրա սենյակում էին, նա օգնում էր նրան ձգումների հետ, վարժությունների դասից հետո։ Ռաֆայելը պառկած էր անկողնում, Մարիամը բռնած էր նրա ոտքը, զգուշորեն ծալելով այն մկանները ձգելու համար։ Նրա ձեռքերը ամուր էին, բայց նուրբ Ռաֆայելն իրեն բռնեց, դիտելով նրա դեմքը, բաց աչքերի կենտրոնացումը, լեզվի ծայրը ատամների մեջ, երբ նա կենտրոնանում է շարժման վրա, հյուսվածքից դուրս եկած մազերի մի քանի թել ընկած դեմքին։ Նա գեղեցիկ է, մտածեց նա։ Եվ անմիջապես ծիծաղելի զգաց իրեն։ Նա, 35 տարեկան տղամարդը, ով թակարդված էր անվասայլակում, սիրահարված 23 տարեկան երիտասարդ կնոջը, ով հավանաբար նրան տեսնում էր պարզապես որպես գործատու կամ, լավագույն դեպքում, ընկեր։ Ամեն ինչ կարգին է։ Դու շատ լուռ մնացիր։ Ռաֆայելը թարթեց աչքերը, վերադառնալով իրականություն։ Լավ եմ։ Պարզապես մտածում եմ։ Ինչի մասին։ Թե որքան եմ շնորհակալ, որ դու այստեղ ես։ Մարիամը ժպտաց, այդ քաղցր ժպիտը, որը լուսավորում էր ամբողջ դեմքը։ Լավ է այստեղ լինելը։ Զգում եմ, որ փոփոխություն եմ մտցնում։ Այո։ Ավելի շատ, քան պատկերացնում ես։ Եղավ լռության մի պահ։ Նրանց աչքերը հանդիպեցին, ինչ-որ բան անցավ նրանց միջ, փոխադարձ ճանաչման մի կայծ, որը ստիպեց Ռաֆայելի սրտին արագ բաբախել։ Մարիամ։ Այո։ Նա ուզում էր այնքան բան ասել։ Ուզում էր ասել, որ նա փրկել էր իր կյանքը։ Որ նրա շնորհիվ նա նորից ուզում էր առավոտյան արթնանալ։ Որ երբ տեսնում էր նրա ժպիտը, կարծես արեր ծագում իր կրծքի մեջ։ Բայց ոչինչ չասաց։ Պարզապես, շնորհակալություն։ Նա գլուխը թեքեց, ուսումնասիրելով նրա դեմքը։ Խնդրեմ, Ռաֆայել։ Դա առաջին անգամն էր, որ նա նրան անունով էր կանչում, առանց պարոն բառի։ Եվ ինչ-որ կերպ, այդ փոքր փոփոխությունը կարծես դուռ էր բացել, որն այլս չէր կարող փակվել։ Հաջորդ օրերը քաղցր ու տանջալից լարվածությամբ էին լի։ Ռաֆայելն իրեն բռնում էր Մարիամին կանչելու, խոսակցությունները երկարացնելու պատրվակներ փնտրելիս։ Իսկ նա իր հերթին սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրա սենյակում, քան խստորեն անհրաժեշտ էր։ Նրանք խոսում էին երաժշտության, գրքերի, այն վայրերի մասին, որոնք Մարիամը մի օր երազում էր տեսնել։ Ռաֆայելը պատմում էր իր ճանապարհորդությունների մասին աշխարհով մեկ, այն երկրների մասին, որոնք նա այցելել էր, երբ դեռ կարող էր քայլել։
Եվ իրեն խոստանում էր, որ մի օր, ինչ-որ կերպ, Մարիամին կտաներ այդ վայրերը տեսնելու։ Ջուլիան ամեն ինչ դիտում էր աճող զայրույթով։ Եղբոր փոփոխությունը անհերքելի էր, նա հստակ գիտեր, թե ով էր պատասխանատուն։ Նա փորձեց միջամտել։ Նուրբ ձեռով ավելացրեց Մարիամի աշխատանքային բեռը, հորինեց հրատապ առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեին հենց այն ժամերին, երբ նա սովորաբար բարձրանում էր երրորդ հարկ։ Բայց Մարիամը միշտ մի ելք էր գտնում։ Ավելի վաղ էր արթնանում, ավելի արագ էր աշխատում, վերակազմակերպում էր իր առօրյան։ Ոչինչ չէր խանգարում նրան կատարել այդ լուռ պարտավորությունը, որ նա ուներ Ռաֆայելի հետ։ Հենց տիկին Կարինեն էր, ով վերջապես բառերով արտահայտեց այն, ինչ բոլորն արդեն գիտեին։ Դու սիրահարված ես նրան, չէ՞։ Դա կիրակի առավոտ էր, Մարիամի միակ հանգստի օրը։ Նա խոհանոցում էր, օգնելով տիկին Կարինեին հաց պատրաստել, ձեռքերը ալյուրով ծածկված, դեմքը կարմրած վառարանի ջերմությունից։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ահ, աղջիկս։ Ես ծեր եմ, բայց կույր չեմ։ Տեսնում եմ, թե ինչպես ես նայում նրան։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է նա նայում քեզ։ Մարիամը դադարեց խմորը հունցելուց, ձեռքերը թեթակի դողում էին։ Դա տեղին չէ, տիկին Կարինե։ Նա իմ գործատուն է։ Եվ ես պարզապես աշխատող եմ։ Հիմարություն։ Նա տղամարդ է, իսկ դու կին։ Եվ երկուստ էլ արժանի եք երջանիկ լինելու հնարավորությանը։ Բայց դա չի կարող ստացվել։ Նա հարուստ է, կրթված, ապրել է մի կյանք, որը ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել։ Իսկ ես ոչինչ չունեմ։ Ոչինչ, բացի հին հագուստներից կիսակոտրված երազանքներից։ Տիկին Կարինեն Մարիամի ալյուրով ծածկված ձեռքերը բռնեց իր ձեռքերի մեջ։ Աղջիկս, ես շատ եմ ապրել, սովորել եմ, որ իսկական սերը չի նայում բանկային հաշվին կամ դիպլոմին։ Այն նայում է սրտին։ Եվ քո սիրտը մաքուր է, անարատ, լի բարությամբ։ Ցանկացած տղամարդ հաջողակ կլիներ քեզ ունենալով։ Արցունքները սկսեցին հոսել Մարիամի դեմքով։ Ես վախենում եմ, տիկին Կարինե։ Վախենում եմ ինձ հանձնելուց մերժվելուց։ Վախենում եմ, որ բավարար չեմ լինի։ Ահ, երեխաս։ Բոլորն էլ վախենում են։ Բայց դու չես կարող թույլ տալ, որ վախը քեզնից խլի երջանկության հնարավորությունը։ Եթե մի բան սովորել եմ, դա այն է, որ մենք շատ ավելի ենք զղջում այն բաների համար, որոնք չենք արել, քան այն բաների համար, որոնք արել ենք։ Այդ գիշեր Մարիամը ուշ մինչ ուշ արթուն մնաց, մտածելով խոհարարի խոսքերի մասին։ Նա նայեց իր արտացոլանքին սենյակի փոքրիկ հայելու մեջ, մտածեց, թե ինչ էր տեսնում Ռաֆայելը, երբ նայում էր իրեն։ Տեսնում էր պարզապես օգտակար աշխատողի։ Ընկերոջի։ Թե արդյոք ավելի շատ բան էր տեսնում։ Պատասխանը եկավ անսպասելիորեն մի քանի օր անց։ Ռաֆայելը գիշերը ճգնաժամ ունեցավ։ Մեջքի ցավը, դժբախտ պատահարի հետանք, որը պարբերաբար տանջում էր նրան, վերադարձավ ամբողջ ուժով։ Նա փորձեց միայնակ դիմանալ, չէր ուզում ոչ ոքի անհանգստացնել, բայց առավոտյան ժամը 3-ի մոտ ցավն այնքան ուժեղ էր, որ նա նույնիսկ չէր կարողանում շարժվել անկողնում։ Հենց Մարիամն էր, ով լսեց նրան։ Նրա սենյակը 2 հարկ ներք էր, բայց նա թեթ ուներ, վտանգավոր վայրերում ապրելու տարիների ժառանգություն, որտեղ զգոն լինելը գոյատման հարց էր։ Նա լսեց ինչ-որ բանի ընկնելու խուլ ձայնը, առանց երկար մտածելու, վազելով բարձրացավ աստիճաններով։ Նա Ռաֆայելին գտավ ընկած անկողնու կողքին, դեմքը գունատ ցավից աղավաղված, փորձելով հասնել հեռախոսին գիշերային տումբայի վրա։ Ռաֆայել։ Նա վազեց նրա մոտ, ծնկի իջնելով նրա կողքին։ Իմ ողնաշարը։ Ցավը շատ ուժեղ է։ Շտապ օգնություն կկանչեմ։ Ոչ։ Պարզապես դեղերն են պետք։ Դրանք լոգարանում են, վերին պահարանում։ Կապույտ տուփերը։ Մարիամը վազեց դեպի լոգարան, գտավ դեղերը, վերադարձավ մի բաժակ ջրով։ Օգնեց Ռաֆայելին նստել, հենված անկողնու կողքին, բռնեց բաժակը, մինչ նա դողացող ձեռքերով խմում էր հաբերը։ Որքան ժամանակ է պետք, որպեսզի ազդի։ Մոտ 20 րոպե։ Բայց հիմա պարզապես պետք է դիմանալ։ Ես չեմ թողնի, որ դուք միայնակ դիմանաք։ Նա նստեց նրա կողքին, հատակին, ձեռքը նրա ուսերի շուրջը դնելով։ Ռաֆայելը թույլ տվեց իրեն հենվել նրան, գլուխը հենված նրա ուսին, Մարիամը սկսեց մեղմ շրջաններ անել նրա մեջքին, փորձելով թեթացնել լարվածությունը։
Խոսիր ինձ հետ։ Ինձ շեղիր ցավից։ Ինչի մասին։ Ցանկացած բանի։ Պատմիր, թե երբ փոքր էիր։ Եվ Մարիամը պատմեց։ Խոսեց մոր մասին, ով երգում էր խոհարարություն անելիս, հոր մասին, ով շատ էր աշխատում, բայց միշտ ժամանակ էր գտնում նրա հետ խաղալու հանգստյան օրերին։ Խոսեց դպրոցի մասին, այն ընկերուհիների մասին, ում նա ձեռք էր բերել կորցրել, երբ ստիպված էր եղել տեղափոխվել այլ թաղամաս։ Խոսեց փոքրիկ եկեղեցու մասին, որտեղ նա մխիթարություն էր գտել, երբ մենակ էր մնացել, այն հովուհու մասին, ով նրան ընդունել էր սովորեցրել, որ հավատը վախի բացակայությունը չէ, այլ քաջություն, չնայած դրան շարունակելու համար։ Ռաֆայելը լսում էր յուրաքանչյուր բառը, ցավը դեռ առկա էր, բայց սկսում էր նվազել։ Բայց ավելին, նա կորչում էր նրա ձայնի մեջ, պատմությունների քաղցրության մեջ, այն փոքրիկ, բայց անսահման քաջ կնոջից բխող լուռ ուժի մեջ։ Դու զարմանալի ես, գիտես։ Մարիամը մեղմորեն ծիծաղեց։ Ես պարզապես սովորական եմ։ Քո մեջ ոչինչ սովորական չկա։ Դու ամենաարտասովոր մարդն ես, ում ես երբե հանդիպել եմ։ Ռաֆայել։ Նա նրա անունն ասաց որպես զգուշացում, բայց նա որպես խնդրանք։ Նա լավ չգիտեր, թե ինչի մասին, բայց զգում էր, որ նրանք ինչ-որ բանի շեմին են, մի անդունդի, որից հետադարձ չկար։ Նա գլուխը բարձրացրեց նրա ուսից նայեց նրան։ Նրանք այնքան մոտ էին, որ Մարիամը կարող էր հաշվել յուրաքանչյուր թարթիչը, տեսնել ոսկեգույն բծերը նրա շագանակագույն աչքերում։ Ես սիրահարվում եմ քեզ։ Միգուցե արդեն ամբողջովին սիրահարված եմ։ Եվ գիտեմ, որ չպետք է դա ասեմ, գիտեմ, որ իրավունք չունեմ այդ բեռը քո վրա դնելու, բայց այլս չեմ կարող պահել։ Մարիամի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել դա։ Ռաֆայել, դու ճիշտ չես մտածում։ Դա ցավն է, դեղերը։ Ոչ։ Դա ճշմարտությունն է։ Ճշմարտությունը, որից ես խուսափում էի շաբաթներ շարունակ, որովհետև վախենում էի, որ դու ինձ կտեսնես որպես կոտրված մարդու, ով փորձում է կառչել առաջին մարդուց, ով բարություն է ցուցաբերել։ Բայց ես քեզ այդպես չեմ տեսնում։ Ինչպես ես ինձ տեսնում։ Նա խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Տեսնում եմ ուժեղ մարդու։ Մի մարդու, ով անցել է սարսափելի բաների միջով, այնուամենայնիվ ուժ է գտել շարունակելու։ Տեսնում եմ մեկին, ով բարի է, խելացի, զվարճալի։ Տեսնում եմ մեկին, ում ես ամբողջովին, անդառնալիորեն սիրահարված եմ։ Հերթը Ռաֆայելինն էր, շունչը կտրվեց։ Դու… Այո։ Գիտեմ, որ չպետք է, գիտեմ, որ բարդ է, բայց չեմ կարող խուսափել։ Դու ինձ ստիպում ես ցանկանալ ավելի լավը լինել, ստիպում ես զգալ, կարծես ես ինչ-որ բան արժեմ։ Դու ամեն ինչ արժես, Մարիամ։ Ամեն ինչ։ Եվ այնուհետ, առանց հետանքների մասին մտածելու, առանց տարբերությունների կամ դժվարությունների մասին անհանգստանալու, Ռաֆայելը թեքվեց համբուրեց նրան։ Դա մեղմ, գրեթե վարանող համբույր էր։ Շուրթերն իրար էին հանդիպում նրբությամբ, կարծես առաջին անգամ էին դիպչում թանկարժեք բանի։ Մարիամը զգաց, որ արցունքներն իջնում են դեմքով, չիմանալով, թե երբ էր սկսել լացել։ Շատ հույզեր կային, շատ զգացողություններ։ Մենակության տարիներ, հավատալը, որ երբեք չի սիրվի, լուծարվում էին այդ պարզ, բայց կատարյալ շփման մեջ։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ դողում էին։ Չեմ ուզում, որ վաղը զղջաս դրա համար։ Ռաֆայելի ձայնը խռպոտ էր, լի հույզերով։ Երբեք չէի կարող զղջալ մի բանի համար, որը ինձ այդքան կենդանի է զգացնում։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված հատակին, մինչ արի առաջին շողերը սկսեցին մտնել պատուհանից։ Ռաֆայելի ցավն անցել էր, փոխարինվելով անսահմանորեն ավելի լավ բանով։ Հույս, ուրախություն, սեր։ Բայց նրանք գիտեին, որ այդ նորահայտ երջանկությունը հեշտությամբ չի ընդունվի։ Ջուլիան թույլ չէր տա։ Հասարակությունը կդատի։ Առջում հսկայական խոչընդոտներ կային։ Բայց այդ պահին միմյանց գրկում ոչ մի խոչընդոտ չափազանց մեծ չէր թվում։ Հաջորդ օրերը գաղտնի ինտենսիվ երջանկությամբ էին լի։ Նրանք չհայտարարեցին իրենց հարաբերությունները, բայց նա չկարողացան ամբողջությամբ թաքցնել այն։ Կային հպումներ, որոնք մի փոքր ավելի երկար էին տում, քան անհրաժեշտ էր։ Հայացքներ, որոնք ավելին էին ասում, քան բառերը երբեք կարող էին։ Ժպիտներ, որոնք լուսավորում էին ամբողջ սենյակները։ Տիկին Կարինեն գիտեր, իհարկե, հավանություն էր տալիս զուսպ ժպիտներով, քնքուշ մեկնաբանություններով։
Բայց Ջուլիան նույնպես գիտեր։ Եվ նրա լռությունն ավելի սպառնալից էր, քան ցանկացած պայթյուն կարող էր լինել։ Ուրբաթ երեկոյան էր, որ Ռաֆայելը Մարիամին հրավիրեց ճաշելու իր սենյակում։ Սովորական չէր, որ նա նրա կերակուրները տաներ, բայց այդ անգամ տարբեր էր։ Սեղանը մոմերով էր զարդարված, մեղմ երաժշտություն էր հնչում, Ռաֆայելը տեսանելիորեն նյարդային էր։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է։ Ուզում էի հատուկ բան անել։ Մեր համար։ Նրանք ճաշեցին, խոսելով ապագա ծրագրերի մասին։ Ռաֆայելը խոսեց նորից ճանապարհորդելու, Մարիամին աշխարհը ցույց տալու մասին։ Նա խոսեց իր պարզ երազանքների մասին, մի օր սեփական տուն ունենալ, միգուցե այգի, որտեղ նա կարող էր տնկել իր ծաղիկները, հանգիստ կյանք, լի սիրով։ Ուզում ես մի զվարճալի բան իմանաս։ Տարիներ անցկացրի, կարծելով, որ մեծ բաների կարիք ունեմ երջանիկ լինելու համար։ Փող, իշխանություն, հաջողություն։ Եվ հիմա հասկանում եմ, որ այն ամենը, ինչ իրականում ուզում եմ, սա է։ Դու, ես, խոսելով ոչնչի մասին։ Դա այնքան պարզ է, մի նույն ժամանակ, այնքան կատարյալ։ Մարիամը բռնեց նրա ձեռքը սեղանին։ Դա կատարյալ է, որովհետև իրական է։ Որովհետև մերն է։ Ճաշից հետո նրանք նստեցին բազմոցին պատուհանի կողքին։ Լուսինը լիքն էր, լուսավորելով ներքի այգին։ Ռաֆայելը ձեռքը դրեց Մարիամի շուրջը, նա հարմարավետորեն բարձրացավ նրա կողքին, գլուխը հենած նրա ուսին։ Վախենում եմ քեզ կորցնելուց։ Նրա ձայնը ցածր էր, խոցելի։ Չես կորցնի ինձ։ Ջուլիան ամեն ինչ կանի մեզ բաժանելու համար։ Դու դա գիտես։ Ուրեմն մենք պետք է ավելի ուժեղ լինենք նրանից։ Ռաֆայելը համբուրեց նրա գլխի վերը։ Չգիտեմ, թե ինչ եմ արել քեզ արժանանալու համար։ Պետք չէր ոչինչ անել։ Սերը արժանանալու մասին չէ։ Այն ընտրելու մասին է։ Եվ ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր։ Նրանք ժամերով մնացին այնտեղ, խոսելով, մեղմորեն համբուրվելով, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը։ Եվ երբ գիշերը ավելի սառեց, երբ Մարիամը պետք է վերադառնար իր սենյակ, նա չգնաց։ Մնա ինձ հետ այս գիշեր։ Պարզապես մնա։ Պետք չէ, որ դա դրանից բացի ուրիշ բան լինի։ Պարզապես մնա։ Եվ նա մնաց։ Նրանք պառկեցին անկողնում, ամբողջովին հագնված, պարզապես միմյանց գրկում։ Ռաֆայելը բռնած էր Մարիամին, կարծես նա թանկարժեք բան լիներ, որը կարող էր անհետանալ ցանկացած պահի։ Եվ Մարիամը առաջին անգամ իր կյանքում իրեն ամբողջովին ապահով, ամբողջովին սիրված էր զգում։ Հենց այդ գիշերվա լռության մեջ էր, լսելով Ռաֆայելի սրտի բաբախյունը իր ականջի մոտ, որ Մարիամը հասկացավ, որ գտել է իր տունը։ Դա ֆիզիկական վայր չէր, դա տուն կամ քաղաք չէր։ Դա այդ մարդն էր, իր բոլոր սպիներով, սահմանափակումներով, իր ամբողջ ուժով, խոցելիությամբ։ Հենց նրա գրկում էր, որ նա պատկանում էր։ Եվ Ռաֆայելը, բռնած այդ արտասովոր կնոջը, առաջին անգամ դժբախտ պատահարից ի վեր զգաց, որ կյանքն արժանի է ապրելու։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալու, ոչ թե պարզապես հանդուրժելու, այլ իսկապես ապրելու։ Իր ամբողջ ցավով, իր ամբողջ ուրախությամբ, նորից սիրտը կոտրելու իր ամբողջ ռիսկով։ Որովհետև որոշ բաներ արժեր ռիսկի դիմել։ Եվ Մարիամը հաստատ դրանցից մեկն էր։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված, մինչ ներքում Ջուլիան պլանավորում էր իր հաջորդ քայլը։ Բայց այդ գիշերը պատկանում էր միայն նրանց։ Սիրուն, որը ծաղկում էր բոլոր հավանականությունների դեմ։ Հույսին, որը ծնվում էր այնտեղ, որտեղ նախկինում միայն հուսահատություն էր։ Եվ առավոտյան, երբ առը նորից ծագեր, նրանք միասին կդիմակայեին այն ամենին, ինչ գալու էր։ Որովհետև հիմա նրանք այլս մենակ չէին։ Նրանք ունեին միմյանց։ Եվ դա, նրանք հայտնաբերեցին, ավելի ուժեղ էր, քան ցանկացած փոթորիկ։ Գարունը եկավ իր հետ բերելով գույների պայթյուն այգում։ Ծաղիկները, որոնք Մարիամը տնկել էր ամիսներ առաջ, վերջապես բացվեցին, այդ նախկինում լքված տարածքը վերածելով կյանքի վերածննդի տոնակատարության։ Կարծես բնությունն էր արտացոլում այն, ինչ տեղի էր ունենում այդ առանձնատան ներսում, որտեղ երկու սրտեր նույնպես ծաղկում էին երկար ձմեռից հետո։ Ռաֆայելը Մարիամը իրենց հարաբերությունները գաղտնի էին պահում, բայց դա մի գաղտնիք էր, որը դառնում էր ավելի ու ավելի դժվար պահել։ Հայացքներն չափազանց ինտենսիվ էին, ժպիտները շատ հաճախակի, երջանկությունը չափազանց թափանցիկ անտեսելու համար։
Տիկին Կարինեն ծածնում էր, թե չի տեսնում, երբ նրանց գտնում էր միջանցքներում մեղմորեն խոսելիս, իսկ տանը մնացած մյուս աշխատողները վաղուց սովորել էին հարցեր չտալ տերերի գործերի մասին։ Բայց Ջուլիան ամեն ինչ տեսնում էր։ Եվ ամեն օր, որ անցնում էր, նրա զայրույթը աճում էր, ինչպես հորիզոնում ձավորվող փոթորիկ։ Հենց նոյեմբերի հատկապես տաք գիշերներից մեկի ժամանակ էր, որ ամեն ինչ անդառնալիորեն փոխվեց։ Ռաֆայելը մեծ առաջընթաց էր գրանցել իր ֆիզիոթերապիայում։ Բրունոյի ֆիզիոթերապտի օգնությամբ Մարիամի մշտական ու քաջալերող ներկայությամբ նա բավարար ուժ էր ձեռք բերել իր ձեռքերում մարմնի վերին մասում, ավելի լավ շարժվելու համար։ Նա դեռ չէր կարողանում քայլել, բայց ձեռք էր բերել մի անկախություն, որը տարիներով չուներ։ Այդ գիշեր, երբ բոլորն արդեն քնել էին, Մարիամը բարձրացավ Ռաֆայելի սենյակ, ինչպես սովորություն էր դարձել։ Նա սպասում էր նրան պատուհանի կողքին, դիտելով աստղերը։ Այս գիշեր գեղեցիկ է։ Նա մոտեցավ, ձեռքերը նրա պարանոցի շուրջը պտտելով հետից։ Դու միշտ դա ես ասում։ Որովհետև միշտ ճիշտ է, երբ դու այստեղ ես։ Ռաֆայելը նրան քաշեց իր գիրկը, նա այնտեղ հարմարվեց մի բնականությամբ, որը գալիս էր շաբաթների աճող մտերմությունից։ Նրանք դանդաղ համբուրվեցին, առանց շտապելու, վայելելով յուրաքանչյուր պահը։ Բայց այդ գիշերը տարբեր էր։ Օդում կար մի ինտենսիվություն, մի կարիք, որը դուրս էր նրբագեղ քնքշանքից մաքուր համբույրներից, որոնք նրանք փոխանակել էին մինչ այդ։ Մարիամ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Ռաֆայելի ձայնը խռպոտ էր, լի հույզերով ինչ-որ։ Ավելին։ Ցանկություն։ Կարիք։ Ինչ։ Ես սիրում եմ քեզ։ Ոչ այնպես, ինչպես սիրում էի Լուսինեին։ Դա տարբեր է։ Ավելի խորը։ Կարծես դու իմ մի մասն լինես, որը միշտ բացակայում էր։ Արցունքները փայլեցին նրա աչքերում։ Ես էլ եմ սիրում քեզ։ Այնքան, որ երբեմն վախեցնում է։ Նա նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, բութ մատներով շոյելով նրա այտերը։ Ես ուզում եմ սիրով զբաղվել քեզ հետ։ Պետք է զգամ, որ ամբողջական եմ, որ դեռ կարող եմ իսկական տղամարդ լինել։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ չկարողանալուց, վախենում եմ քեզ հիասթափեցնելուց, վախենում եմ, որ իմ հաշմանդամությունը կփչացնի այս պահը։ Մարիամը քնքշորեն համբուրեց նրան։ Դու արդեն իսկական տղամարդ ես։ Քո անվասայլակը դա չի փոխում։ Իսկ ինձ հիասթափեցնելու մասին դա անհնար է։ Որովհետև այն, ինչ ես սիրում եմ քո մեջ, ոչ մի կապ չունի քո ոտքերի հետ։ Բայց, առանց բայցի։ Եթե դա անելու ենք, միասին ենք անելու։ Հանգիստ, զգուշորեն բացահայտելով, թե ինչն է մեզ համար աշխատում։ Պետք չէ, որ դա կատարյալ լինի, Ռաֆայել։ Պարզապես պետք է, որ մերն լինի։ Նա նորից համբուրեց նրան, այս անգամ ավելի խորը։ Եվ այնուհետ դողացող, բայց վճռական ձեռքերով սկսեցին մերկացնել միմյանց։ Շտապողականություն չկար, կատարում չկար։ Կային պարզապես երկու մարմիններ, որոնք բացահայտում էին միմյանց, երկու հոգիներ, որոնք հանձնվում էին։ Ես պետք է սիրով զբաղվեմ։ Լուր մնա, թե չէ ինձ ավելի կցավի։ Նրա ձայնը խեղդված էր, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ ամբողջությամբ բացահայտվելու խոցելիությունից։ Մարիամը հասկացավ։ Հասկացավ, որ դա վերահսկողության մասին չէր, այլ վախի։ Վախ, բավարար չլինելուց, հաճույք չպատճառելուց, ավելի քիչ համարվելուց։ Ուրեմն դու մի շարժվիր։ Թույլ տուր, որ ես դա հեշտ դարձնեմ։ Թույլ տուր, որ ես ցույց տամ, որ սիրում եմ քո յուրաքանչյուր մասը։ Եվ նա ցույց տվեց։ Մեղմ հպումներով, համբույրներով, որոնք քարտեզագրում էին յուրաքանչյուր սպին, յուրաքանչյուր անկատարությունը, նրա յուրաքանչյուր մասը, որը Ռաֆայելը սովորել էր ատել։ Նա ցույց տվեց, որ իր համար նա կատարյալ էր հենց այնպես, ինչպես կար։ Պահը ապշեցուցիչ էր, բայց ոչ ավանդական ձով։ Չկային ակրոբատիկա կամ անզուսպ գիրք։ Կար կապ։ Կար այնքան խորը սեր, որը կարծես գերազանցում էր ֆիզիկականը։ Երբ վերջապես միացան, Մարիամի շարժումը ղեկավարելով, հոգ տանելով, որ Ռաֆայելը չվնասվի, կարծես երկու կեսեր էին լրացնում միմյանց։ Նա կարող էր զգալ նրա արցունքները, որոնք թրջում էին իր պարանոցը, որտեղ նա թաղել էր իր դեմքը։ Նա կարող էր զգալ ուժեղ ձեռքերը, որոնք դողում էին իր շուրջը, ընդհատվող շունչը իր մաշկի վրա։ Եվ նա ամբողջովին հանձնվեց, իր սեփական կուսությունը քանդվում էր ոչ թե որպես կորուստ, այլ որպես գիտակցված նվեր։
մի երթում հանձնված ոչ միայն մարմնին, այլ հոգուն։ Ռաֆայելի համար դա առաջին անգամն էր 5 տարվա ընթացքում։ Առաջին անգամն էր, որ նա իրեն ամբողջական տղամարդ կենդանի էր զգում։ Եվ իմանալը, որ Մարիամն իրեն հանձնում էր առաջին անգամ, որ նա ընտրել էր իրեն այդ սուրբ պահի համար, ճնշող էր իր գեղեցկությամբ նշանակությամբ։ Երբ ավարտվեց, նրանք պառկած էին միմյանց գրկում, ծածկված միայն պատուհանից ներս մտնող լուսնի մեղմ լույսով։ Բառեր չկային նկարագրելու այն, ինչ նրանք կիսել էին։ Դա լեզվից այն կողմ էր, ռացիոնալ ընկալումից այն կողմ։ Շնորհակալություն ինձ ամբողջովին ընդունելու համար։ Ինձ ստիպելու համար զգալ, որ ես ավելին եմ, քան իմ սահմանափակումները։ Ռաֆայելի ձայնը խռպոտ էր հույզերից։ Դու միշտ ավելին ես եղել։ Ես պարզապես օգնեցի քեզ հիշել։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված անտարբեր արտաքին աշխարհի նկատմամբ, անտարբեր մոտեցող վտանգի նկատմամբ։ Դուռը բռնի ուժով բացվելու ձայնն էր, որ նրանց արթնացրեց։ Սենյակի լույսերն անսպասելիորեն միացան, Ջուլիան այնտեղ էր, շեմին, դեմքը աղավաղված կատաղության զզվանքի դիմակով։ Ես գիտեի, որ դա տեղի էր ունենում։ Ռաֆայելը արագ նստեց անկողնում, քաշելով սավանները Մարիամին ծածկելու համար։ Ջուլիա, դուրս եկ այստեղից հենց հիմա։ Դուրս գալ։ Սա իմ տունն է։ Սա իմ տունն է։ Եվ դու իրավունք չունես մտնել իմ սենյակ առանց թույլտվության։ Բայց Ջուլիան չէր լսում։ Նրա աչքերը հառած էին Մարիամին, ով կծկվում էր սավանների տակ, մահացած։ Դու… Ես պետք է քեզ դուրս շպրտեի առաջին իսկ օրը։ Պետք է տեսնեի, որ հենց դա էիր ուզում։ Իմ եղբորը գայթակղել, քո ապագան ապահովել նրա հաշվին։ Այդպես չէ։ Մարիամի ձայնը ցածր էր, բայց ամուր։ Ոչ։ Ուրեմն ասա ինձ, սիրելիս, ինչ է անում մի աշխատող, առանց 1 դրամի գրպանում, միլիոնատիրոջ անկողնում։ Սիրուց դրդված։ Իսկապես կարծում ես, որ ինչ-որ մեկը դրան կհավատա։ Ես հավատում եմ։ Ռաֆայելը կարողացել էր հասնել իր անվասայլակին, հիմա մոտենում էր։ Եվ դա միակ կարծիքն է, որը կարող է։ Ջուլիան ծիծաղեց, բայց դա անհումոր ձայն էր։ Դու կույր ես, Ռաֆայել։ Նա տեսավ խոցելի, մենակ մարդու օգտվեց դրանից։ Դա աշխարհի ամենահին խաբեությունն է։ Բավական է։ Ռաֆայելը հազվադեպ էր բղավում, բայց երբ արեց, նույնիսկ Ջուլիան լռեց մի պահ։ Մարիամն այդպիսին չէ։ Նա ինձ մի բան տվեց, որը ոչ ոք, ներառյալ դու, չկարողացավ տալ։ Նա ինձ վերադարձրեց կյանքի կամքը։ Եվ այո, ես սիրում եմ նրան։ Եվ չեմ թողնի, որ դու կամ որևէ այլ մարդ ոչնչացնի դա։ Սեր։ Ջուլիան գրեթե թքեց բառը։ Դու կարծում ես, որ նա կմնա, երբ փողը վերջանա։ Երբ հասկանա, որ հաշմանդամի կողքին կյանքն այնքան էլ ռոմանտիկ չէ, որքան թվում է։ Դադարիր ինձ այդպես կանչել։ Բայց դու հենց դա ես։ Եվ որքան էլ այդ աղջիկը ձացնի, թե չի մտածում, մի օր նա կհասկանա։ Կհասկանա, որ կարող էր ունենալ ցանկացած տղամարդու, մի ամբողջական տղամարդու, ընտրեց իրեն քեզ հետ կապել խղճահարությունից կամ շահից։ Բառերը դաժան էին, հաշվարկված վնասելու համար։ Եվ դրանք աշխատեցին։ Ռաֆայելը տեսավ, որ Մարիամը գունատվում է, տեսավ, որ արցունքները սկսում են հոսել նրա դեմքով։ Եվ զգաց, որ իր սեփական վճռականությունը տատանվում է։ Իսկ եթե Ջուլիան ճիշտ լիներ։ Իսկ եթե մի օր Մարիամը արթնանար, հասկանար, որ ավելի լավին է արժանի։ Ջուլիան շրջվեց դեպի Մարիամը, աչքերը փայլում էին հաղթանակից։ Հագնվեք, դուրս եկեք այս տնից։ Հենց հիմա։ Ձեր ամսական աշխատավարձը կփոխանցվի, դա համարեք առատաձեռն փոխհատուցում ձեր նվիրվածության համար։ Բայց չեմ ուզում ձեզ այստեղ տեսնել, երբ արը ծագի։ Ջուլիա, դու չես կարող դա անել։ Կարող եմ կանեմ։ Սա իմ տունն է նա, ես թույլ չեմ տա, որ մի շահամոլ ոչնչացնի այն, ինչ մնացել է մեր ընտանիքից։ Նա դուրս եկավ, դուռը ուժեղ փակելով։ Մնացած լռությունը խիտ էր, խեղդող։ Մարիամը իջավ անկողնուց, արագորեն հագնվելով, ձեռքերը այնքան դողում էին, որ հազիվ էր կարողանում կոճակել վերնաշապիկը։ Ռաֆայելը դիտում էր, հոգին մասերի էր բաժանվում։ Մի գնա։ Խնդրում եմ, մի գնա։ Պետք է գնամ։ Նրա ձայնը կոտրված էր։
Պետք չէ։ Ես դա կլուծեմ։ Ես կխոսեմ Ջուլիայի հետ, կստիպեմ նրան հասկանալ։ Ռաֆայել, դու լսեցիր, թե ինչ ասաց նա։ Եվ ամենավատն այն է, որ նա կարող է ճիշտ լինել։ Ոչ։ Դու սիրում ես ինձ, ես գիտեմ, որ սիրում ես։ Սիրում եմ։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին Մարիամի դեմքով։ Այնքան եմ սիրում, որ ցավում է։ Բայց միգուցե քո սերը բավարար չէ։ Միգուցե ես իսկապես վնասում եմ քեզ թակարդում անհնարին իրավիճակում։ Դու ինձ թակարդում չես պահում։ Դու ինձ ազատում ես։ Բայց Մարիամն արդեն դռան մոտ էր, ձեռքը կողպեքի վրա։ Պետք է գնամ։ Պետք է մտածեմ։ Այս ամենի մասին։ Այն մասին, թե արդյոք իսկապես իրավունք ունեմ մնալու։ Դու ամբողջ իրավունքն ունես։ Միակ իրավունքը, որը կարող է, ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր, ես ընտրում եմ քեզ։ Բայց նա չէր լսում։ Կամ լսում էր, բայց Ջուլիայի խոսքերը կասկածի սերմ էին տնկել, որը արագ թունավոր աճում էր։ Կներես։ Կներես ամեն ինչի համար։ Եվ դուրս եկավ, դուռը մեղմորեն փակելով իր հետից։ Ռաֆայելը փորձեց հետել նրան, բայց շտապելիս, անվասայլակը շրջվեց, նա ընկավ։ Մնաց այնտեղ, սենյակի սառը հատակին, հիասթափության հուսահատության արցունքները հոսում էին դեմքով։ Նա վերջապես գտել էր մի բան, որի համար արժեր պայքարել, մեկին, ով նրան ստիպում էր ցանկանալ ավելի լավը լինել, կորցնում էր դա, նույնիսկ նրա հետից չկարողանալով վազել։ Մարիամը իր քիչ ունեցվածքը կարգի էր բերում մեխանիկական շարժումներով։ Տիկին Կարինեն փորձեց համոզել նրան մնալ, բայց Մարիամը վճռական էր։ Նա չէր կարող ավելի շատ խնդիրներ ստեղծել։ Նա չէր կարող լինել Ռաֆայելի կյանքում ավելի շատ կոնֆլիկտի պատճառը։ Նա արդեն բավականաչափ տառապել էր։ Երբ արը ծագեց երանի վրա, Մարիամն արդեն հեռու էր, սիրտը կոտրված, բայց խիղճը հանգիստ, որ արել էր այն, ինչ ճիշտ էր համարում։ Հաջորդ օրերը Ռաֆայելի կյանքի ամենամութն էին դժբախտ պատահարից ի վեր։ Նա հրաժարվում էր ուտել, խոսել, ֆիզիոթերապիա անել։ Ջուլիան բազմիցս փորձեց խոսել նրա հետ, բայց նա ամբողջովին անտեսում էր նրան։ Նրանց միջ հիմա մի արգելք կար, որը ոչ մի ներողություն չէր կարող անցնել։ Հենց տիկին Կարինեն էր, ով վերջապես նրան դուրս բերեց քնկոտությունից։ Վեր կաց, տղա։ Վեր կաց հենց հիմա։ Նա ներս մտավ սենյակ ինչպես մրիկ, բացելով վարագույրները, հավաքելով չկերած ուտելիքի ափսեները։ Ինձ հանգիստ թող, Կարինե։ Չեմ թողնի։ Ոչ այն բանից հետո, երբ տեսա, որ դու վերջապես նորից ես սկսել ապրել, որպեսզի հիմա նորից հանձնվես։ Նա գնաց։ Այլս շարունակելու պատճառ չկա։ Տիկին Կարինեն կանգնեց նրա դիմաց, ձեռքերը գոտկատեղին։ Գիտես, թե ինչն է քո խնդիրը։ Դու կարծում ես, որ Մարիամն էր պատճառը։ Բայց նա երբեք չի եղել։ Նա կատալիզատոր էր, այո, բայց ուժը միշտ քո մեջ էր։ Նա պարզապես օգնեց քեզ հիշել դա։ Կարոր չէ։ Առանց նրա, իմաստ չկա։ Ուրեմն գնա գտիր նրան։ Չեմ կարող։ Նույնիսկ նորմալ քայլել չեմ կարողանում։ Ինչպես գտնել նրան։ Ուրեմն սովորիր։ Մարիամը չգնաց, որովհետև դադարեց սիրել քեզ։ Նա գնաց, որովհետև այնքան էր սիրում, որ կարծեց, թե դա քեզ համար ավելի լավ էր։ Ապացուցիր, որ նա սխալվում էր։ Ցույց տուր նրան, որ դու կարող ես լինել այն տղամարդը, որին նա արժանի է։ Կարինեի խոսքերում մի բան բոցավառեց Ռաֆայելի ներսում։ Նա ճիշտ էր։ Այնտեղ մնալը ափսոսալը հենց այն ամենի հակառակն էր, ինչ Մարիամը փորձել էր սովորեցնել։ Նա պայքարել էր իր կյանքի ամեն օրը, բոլոր դժվարությունների դեմ։ Եվ նա չէր կարող ավելի քիչ անել։ Հենց այդ օրը Ռաֆայելը զանգահարեց Բրունոյին եռապատկեց ֆիզիոթերապիայի դասընթացների հաճախականությունը։ Սկսեց վարժություններ անել, որոնք նախկինում անհնար էր համարում, մարմինը հրեց բժիշկների սահմանած սահմաններից այն կողմ։ Անթիվ անգամ ընկավ։ Վնասվեց։ Բայց միշտ նորից էր բարձրանում։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Ձմեռն անցավ, նոր գարուն եկավ։ Ռաֆայելն այնպիսի առաջընթաց գրանցեց, որը զարմացրեց նույնիսկ ամենաթերահավատ բժիշկներին։ Ականջակալների օրթոպեդիկ սարքերի օգնությամբ նա սկսեց անել առաջին քայլերը։ Դրանք ցավոտ էին, անկայուն, բայց քայլեր էին։
Եվ յուրաքանչյուր քայլի հետ մտածում էր Մարիամի մասին։ Նրա ժպիտի, նրա ուժի մասին, թե ինչպես նա երբեք չէր հանձնվել իրենից, նույնիսկ երբ ինքը հանձնվել էր իրենից։ Ջուլիան դիտում էր եղբոր փոխակերպումը հակասական զգացմունքներով։ Նրա մի մասն իսկապես երջանիկ էր, տեսնելով, որ նա նորից պայքարում է։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սովորել էր ամեն ինչ վերահսկել, զգում էր, որ կորցնում է իր իշխանությունը։ Սեպտեմբերի մի կեսօր էր, գրեթե 1 տարի Մարիամի հեռանալուց հետո, որ Ռաֆայելը վերջապես պատրաստ էր։ Ես կգնամ նրա հետից։ Ջուլիան վեր նայեց իր վերանայվող թղթերից։ Նա կարող էր առաջ շարժվել։ Կարող էր ուրիշ մեկին ունենալ։ Կարող է։ Բայց ես պետք է իմանամ։ Ես պետք է գոնե հնարավորություն ունենամ ասելու, որ ներողություն եմ խնդրում, որ հասկանում եմ, թե ինչու նա գնաց, բայց որ ուզում եմ, որ նա վերադառնա։ Ոչ թե խղճահարությունից, ոչ թե պարտականությունից, այլ որովհետև սիրում եմ նրան։ Իսկ եթե նա ասի ոչ, ուրեմն գոնե կիմանամ, որ փորձել եմ։ Ջուլիան երկար ժամանակ ուսումնասիրեց եղբորը։ Նա տարբեր էր։ Ավելի նիհար, ավելի ուժեղ, աչքերում մի վճռականություն, որը նա տարիներով չէր տեսել։ Դու իսկապես սիրում ես նրան։ Դա հարց չէր։ Ավելի շատ, քան կարծում էի, որ հնարավոր է մեկին սիրել։ Ջուլիան հոգոց հանեց, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում, նրա դեմքը մեղմացավ։ Կներես։ Այդ գիշերվա համար, այն ամենի համար, ինչ ասացի։ Ես վախենում էի քեզ կորցնելուց, բայց, մինույն է, քեզ հեռու մղեցի։ Ես գիտեմ։ Եվ հասկանում եմ։ Բայց հիմա պետք է թույլ տաս ինձ իմ սեփական ընտրությունները կատարել։ Նույնիսկ եթե դրանք սխալ են։ Նա գլխով արեց։ Տիկին Կարինեն կարողացավ պարզել, թե որտեղ է նա։ Մի սրճարան Էրեբունիում։ Այնտեղ է աշխատում այն օրվանից, երբ հեռացավ այստեղից։ Շնորհակալություն, Ջուլիա։ Գնա գտիր նրան։ Եվ երբ նրան հետ բերես, ես նրանից էլ ներողություն կխնդրեմ։ Սրճարանը փոքր էր, հարմարավետ, գտնվում էր Էրեբունիի բանուկ փողոցում։ Ռաֆայելը եկավ չորեքշաբթի կեսօրին, հենված իր ականջակալներին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծում էր, թե կպայթի։ Եվ այնուհետ նա տեսավ նրան։ Մարիամը կանգնած էր վաճառասեղանի հետում, հաճախորդին սուրճ մատուցելով, մազերը թափթփված հանգույցով հավաքված, սպիտակ գոգնոցը հակադրվում էր կապույտ վերնաշապիկին։ Նա ժպտում էր, բայց դա այլ ժպիտ էր, քան Ռաֆայելը հիշում էր։ Ավելի զուսպ, ավելի հոգնած։ Կարծես ինչ-որ էական բան ջնջված լիներ։ Երբ նա վեր նայեց տեսավ նրան, նրա բռնած բաժակը սահեց ձեռքերից, ընկնելով հատակին 1000 կտորի բաժանվելով։ Ռաֆայել։ Նա նրա անունն ասաց որպես աղոթք, որպես խնդրանք, որպես ներողություն։ Նա մոտեցավ նրան, յուրաքանչյուր քայլը ջանք էր, բայց արժեր միայն տեսնել նրա դեմքի արտահայտությունը, ցնցումից վերածվելով մի բանի, որը վտանգավորորեն հույս էր հիշեցնում։ Դու քայլում ես։ Օգնությամբ, բայց այո։ Ես քայլում եմ։ Ինչպե՞ս։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, որ հանձնվելը տարբերակ չէ։ Որովհետև պետք էր դառնալ այն մարդը, ով արժանի էր քեզ։ Ռաֆայել, ես չգնացի, որովհետև դու բավարար չէիր։ Ես գնացի, որովհետև այնքան էի սիրում, որ կարծեցի, թե դա քեզ համար ավելի լավ էր։ Ես գիտեմ։ Եվ եկել եմ ասելու քեզ, որ դու սխալվում էիր։ Մի սիրիր ինձ, որովհետև ինձ կարիք ունես։ Սիրիր ինձ, որովհետև ճանաչում ես ինձ։ Ինչպես ես եմ ճանաչում քեզ։ Ինչպես երկու հոգիներ, որոնք ստեղծված էին միմյանց համար, յուրաքանչյուրը իր սպիներով անկատարություններով։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին Մարիամի դեմքով։ Այնքան եմ կարոտել քեզ։ Ամեն օր։ Ամեն գիշեր։ Կարծես իմ մի մասը պոկվել էր։ Ուրեմն վերադարձիր։ Ոչ թե իմ աշխատող լինելու համար, ոչ թե որովհետև ինձ ինչ-որ բան ես պարտք, այլ որովհետև սիրում ես ինձ։ Որովհետև միասին մենք ավելի լավն ենք, քան մենակ։ Որովհետև ես ընտրում եմ քեզ, Մարիամ Սարգսյան։ Այսօր, վաղը, միշտ։ Նա դուրս եկավ վաճառասեղանի հետից, մոռանալով հաճախորդներին, մոռանալով ամեն ինչ, բացի այդ մարդուց, ով անցել էր քաղաքը ականջակալներով, պարզապես նրան գտնելու համար։ Ես էլ եմ ընտրում քեզ։ Ամեն օր։ Եվ նրանք համբուրվեցին այնտեղ, սրճարանի մեջտեղում, ներկաների հուզված հայացքների ներքո։
Դա համբույր էր, որը կնքում էր ոչ միայն հաշտեցումը, այլ խոստումը։ Մի խոստում միասին պայքարելու, դիմակայելու այն ամենին, ինչ գալու էր, կառուցելու մի կյանք, որն արժեր ապրել։ Երբ նրանք բաժանվեցին, Ռաֆայելը ժպտաց, այդ ժպիտը, որը Մարիամը սիրում էր, որը այդքան ժամանակ չէր տեսել։ Մի առաջարկ ունեմ անելու։ Ինչ առաջարկ։ Ամուսնացիր ինձ հետ։ Ոչ թե որովհետ հարուստ եմ, ոչ թե որովհետ կարող ես հարմարավետ կյանք ունենալ, այլ որովհետ ես չեմ կարող պատկերացնել իմ ապագան առանց քեզ։ Մարիամը ծիծաղեց արցունքների միջից։ Այո։ 1000 անգամ այո։ Եվ այնտեղ Երանի Էրեբունիի պարզ սրճարանում երկու սրտեր վերջապես գտան իրենց վերջնական տունը։ Ոչ թե առանձնատներում կամ հարստության մեջ, այլ միմյանց մեջ։ Հաջորդող ամիսները վերակառուցման էին։ Ռաֆայելը Մարիամը ամուսնացան մտերիմ արարողությամբ, տիկին Կարինեն լացում էր ուրախությունից, նույնիսկ Ջուլիան դժկամորեն ընդունեց, որ նրանք լավն էին միասին։ Արաբկիրի առանձնատունը վաճառվեց, տխուր հիշողությունները վերջապես թողնվեցին անցյալում։ Նրանք ավելի փոքր, ավելի հարմարավետ տուն գնեցին, հսկայական այգիով, որտեղ Մարիամը տնկեց բոլոր ծաղիկները, որոնք միշտ ցանկացել էր։ Ռաֆայելը շարունակեց իր ֆիզիոթերապիան, ամեն օր առաջընթաց գրանցելով, բայց սովորելով, որ իր արժեքը ոչ թե այն էր, թե քանի քայլ էր կարողանում անել, այլ այն, թե որքան սեր էր կարողանում տալ ստանալ։ Մարիամը վերադարձավ սովորելու, իրականացնելով լանդշաֆտային դիզայներ դառնալու երազանքը։ Եվ միասին նրանք հիմնադրեցին մի հիմնադրամ, որն օգնում էր հաշմանդամություն ունեցող մարդկանց գտնել հնարավորություններ հույս։ Մի հասարակությունում, որը դեռ դատում էր արտաքինը, նրանք ապացուցեցին, որ իսկական շքեղությունը ոչ թե նյութական բարիքներում էր, այլ անվերապահորեն սիրելու կարողության մեջ։ Որ այն հարստությունը, որն իսկապես կարևոր էր, չէր կարող պահվել բանկերում, այլ կրվում էր սրտում։ Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, Ռաֆայելը նայում էր իր կողքի կնոջը շնորհակալություն հայտնում։ Շնորհակալություն ընկնելու համար, որը ստիպեց նրան նորից բարձրանալ։ Սիրո համար, որը փոխակերպեց նրան։ Երկրորդ հնարավորության համար, որը նա գրեթե բաց էր թողել։ Եվ Մարիամը, նրա գրկում հարմարված, ժպտում էր, իմանալով, որ գտել է այն, ինչ միշտ փնտրել էր։ Ոչ թե կատարյալ արքայազն, այլ իրական մարդ, թերություններով, վախերով, բայց հսկայական սրտով ամբողջովին սիրելու քաջությամբ։ Որովհետ, ի վերջո, նրանք հայտնաբերեցին, որ իսկական սերը պետք չէր կատարյալ լինել։ Այն պարզապես պետք է իրական, անկեղծ բավականաչափ ուժեղ լիներ, փոթորիկներին դիմակայելու համար։ Եվ նրանցը հենց այդպիսին էր։ Իրական, խորը հավերժական։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռաֆայելի Մարիամի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։